Հազիվ իշխանը ներքին մուտքից հեռացել էր մի քանի քայլ, Սեպուհը բարձրացրեց վարագույրը և ձայն տվավ նրան. «Տեր մարզպետունի»։ Իշխանը ետ դարձավ և հարցրեց. «Դու ինձ ուրիշ ասելիք ունի՞ս»։ «Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ», պատասխանեց Ամրամը։ Իշխանը ինքն իրեն ուրախացավ. նրա սրտում նոր հույս ծագեց. միգուցե նա զղջաց յուր սառն ընդունելության համար, միգուցե նա կամենում է հարգել իմ խնդիրը։ Վայրկենապես անցան այս մտքերը մարզպետունու գլխով, և նա հոժարությամբ ետ դարձավ և նորեն ներքին վրանը մտնելով հարցրեց. «Ուրիշ ի՞նչ ունիս ինձ ասելու»։ «Նստիր այստեղ մի վայրկյան», ասաց Սեպուհը, ցույց տալով իշխանին յուր մահճակալը։ Իշխանը նստեց։ «Տեր մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ», ասաց Սեպուհը։ «Ինձ ոչ ոք չի ուղարկել։ Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադառնում եկեղեցոց աշխարհից, իսկ ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել։ Ես կարծում էի, թե գուցե թագուհին և ոչ թագուհին ու ոչ էլ կաթողիկոսը։ Ես ինքս տեսա, թե ինչ ավեր է սպառնում մեր աշխարհին։ Ամեն կողմ անցա, ամեն ինչ դիտեցի, և վերջը որոշեցի գալ և խնդրել ձեզ երկուսիդ, քեզ և Սևադային, խնայել և խղճալ ձեր բազմաչարչար հայրենիքին։ Սևադա իշխանը շնորհակալ եմ, լսեց ինձ, մոռացավ յուր վիշտը, յուր վրեժխնդրությունը։ Դու էլ, ես հավատացած եմ, որ… Ոչ, տեր մարզպետունի, մի հավատար, ընդհատեց հանկարծ Սեպուհը։ Մի հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են շարժել իմ սիրտը, թե Ամրամ Սեպուհը կարող է հայրենիքի համար մտածել, ուրեմն ինչու ետ դարձրիր ինձ։ Ես այդ համոզմունքով արդեն հեռանում էի քեզանից։ Ետ դարձրի, որ իմ սիրտը բանամ քո առաջ, ցույց տամ քեզ նրա ժահահոտ վերքերը, որպեսզի թագավորիդ հանդիպած ժամանակ պատմես նրան, թե Ամրամը ինչու կործանման սուրը մերկացրեց։ Նա քեզ չի արդարացնիլ, բայց մի՞թե ես սպասում եմ, որ նա ինձ արդարացնե։ Ինչու ուրեմն նրան հայտնեմ, թե ինչ պատճառով կործանման սուրը մերկացրիր։ Որպեսզի եթե Աստված ինձ հաջողե, և ես քո թագավորի զորությունը ջախջախեմ, երկիրն ավերեմ, քաղաքները հրդեհեմ և նրա գահը և թագը ապականության մոխրով ծածկեմ, նա իմանա, թե որ անարգանած վրեժը լուծեց Ամրամը իրենից։ Այդ նա կիմանա, անշուշտ կիմանա։ Բայց դու էլ իմացիր, որ այդպիսի անխիղճ գործերի համար բոլոր աշխարհը պիտի քեզ անիծե։ Այդ անեծքները չեն տանջիլ իմ հոգին ավելի, քան որքան տանջվում են այժմ ապիրատ թագավորի ինձ հասցրած անարգանքի պատճառով։ Նույնիսկ օրհնություններն անկարող են բուժել այն վերքերը, որոնք լափում, սպառում են այժմ իմ գոյությունը։ Ախ, եթե կարողանայիր մի վայրկյան սառն ուղեղով դատել, եթե երիտասարդական անփորձ եռանդը տեղի տար խոհեմության և իմաստության, եթե վրեժխնդրության փոխարեն վառվեր քո սիրտը հայրենիքի սիրով, այն ժամանակ հավատացած եմ, չէիր կամենալ մի կնոջ պատճառով հայրենյաց դավաճանի անուն վաստակել։ Սեպուհը մոտեցավ իշխանին, յուր հրավառ հայացքը ուղղեց նրա աչքերին և ներքին հուզմունքից դողացող ձայնով ասաց. Մի կնոջ պատճառով ասացի՞ր։ Օ, ինչպես կկամենայի, որ մենք անծանոթ դաշտի վրա լինեինք, և ես այդ խոսքը լսեի քեզանից այնտեղ և ոչ թե իմ վրանում։ Հավատա ինձ, մարզպետունի իշխան, որքան էլ դու հզոր, որքան էլ քաջամարտիկ, բայց ես իմ սրով կպատռեի քո կուրծքը, եթե նա մինչև անգամ ծածկված լիներ պողպատե լանջապանով։
Դու կարողանում ես ասել մի կին այն արարածին, ով իմ տան թագուհին, իմ սրտի աստվածուհին էր մինչև այսօր։ Սիրելի ամրամներ ինձ, ես չէի կամենում քեզ վիրավորել, ոչ էլ մի կին ասելով ուզում էի ասպրամ իշխանուհուն նվաստացնել։ Լռիր, աղաչում եմ քեզ, լռիր։ Մի հիշիր նրա անունը, գոնե մի հիշիր իմ առաջ, մի խոսիր նվաստության մասին, ես արդեն կարող եմ խելագարվել, ընդհատեց իշխանին Ամրամը, ներքին հուզմունքից բոլորովին այլայլվելով։ Ես պետք է կրկին ու կրկին անգամ ներողություն խնդրեմ քո վրանը մտնելուս համար, մեղմ ձայնով ասաց մարզպետունին։ Սեպուհը չպատասխանեց։ Նա վրդովված սկսավ անցուդարձ անել վրանում և ձեռքը մերթ ընդ մերթ դեպի ճակատը տանելով շփել այն, աշխատելով կարծես յուր ուղեղը ծանրաբեռնող մտածությունները ցրել։ Անցան մի քանի վայրկյաններ, երկուսն էլ լուռ էին։ Վրանի մեջ լսվում էր միայն Սեպուհի խուլ քայլատրոփը։ Իշխանն աչքերը Ամրամի վրա հառած հետևում էր նրա քայլերին և միևնույն ժամանակ մտածում, թե ինչպես անե, որ յուր այցելությունն ապարդյուն չանցնե։ Ախր նա պարզ տեսնում էր, որ յուր խոսքերը ազդեցություն չեն անում Սեպուհի վրա, բայց և այնպես չէր հուսահատվում։ Նրան ծանր էր գալիս մանավանդ այն, որ համառ սևադային համոզելուց հետո ձեռնունայն պիտի հեռանար ցլիկ Ամրամից։ Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե խելք ու սիրտ ունեցող տղամարդը կարող է ընդհանուր հայրենիքի շահը զոհել յուր անձնական չնչին հաճույքին, յուր վրեժխնդրությանը։ Այս պատճառով էլ նա սպասում էր, որ Ամրամի զայրույթը իջնե, և ինքը նորից սկսե խոսել նրա հետ։ Վերջապես Սեպուհը նստեց յուր մահճակալի ծայրին և կարծես վրդովմունքից հոգնած, լուռ և անթարթ աչքով սկսավ նայել վրանի մուտքին։ Ամրամ Սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար հրդեհեր յուր տունը, հարցրեց հանկարծ իշխանը, չսպասելով Սեպուհի խոսելուն։ Խելագար կանվանեի, պատասխանեց վերջինս, առանց աչքերը վրանի մուտքից հեռացնելու։ Ես կարծում եմ, մեզանից ամեն մեկի իսկական տունը և հարազատ ապաստարանը ապահով հայրենիքն է։ Եթե մենք մեր անձնական, մեր անցողական հաճույքի համար վտանգում ենք նրա խաղաղությունը, նմանում ենք այն մարդուն, որ յուր մարմինը տաքացնելու համար վառում է յուր տունը, չմտածելով, թե երբ այդ կրակը հանգչի, երբ հարկի սյուները մոխիր դառնան, ինքը պիտի մնա անտուն, անպատսպարան, միշտ հալածական դառնա շունչ հողմերից կամ թե արևի կիզիչ ճառագայթներից։ Դա այդպես է, պատասխանեց Սեպուհը, բայց կա այնպիսի սառնամանիք, որ երբ պաշարում է մարդուն, այն ժամանակ սեփական տունը հրդեհելը անհրաժեշտ է դառնում։ Մենք ամեն բանից առաջ մարդ ենք, կազմված մսից և արյունից։ Բեր խրեմ այս սուրը կողերիդ մեջ և տես, թե մահվան տագնապը կպաշարե քեզ, թե ոչ։ Կպաշարե, բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքիս համար։ Իսկ երբ դաշույնը ցցվի հոգվույթ մեջ, երբ հոգին ինքը տանջանքների մատնվի, եթե դու սիրտ ու զգացում ունիս, եթե քո երակներում ազնվական արյուն է հոսում, անկարելի է, որ քո հոգին ավելի չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքով անարգանք է հասել հայրենիքին, թափվել է եղբայրցդ արյունը, վտանգվել է պետական գահը, և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, որ ավերում է հայրենի երկիրը։ Տեր մարզպետունի, գիտես ինչ կա, ասա լսում եմ։ Դու հունած դպրության ծանոթ ես ինձանից ավելի։ Ասում են, որ թագավորի հետ Բյուզանդիոն գնացած ժամանակ
Կայսեր արքունիքում զարմացել էին քո հունագիտության վրա։ Ճշմարիտ է այս, թե ոչ։ Ճշմարիտ է, բայց դու ինչու համար ես իմ հունագիտությունը հիշում։ Ինչու համար, ասեմ։ Դու հո կարդացել ես Հոմերոսը։ Ինչպես չէ, նրա հանգերգություններից շատը բերան գիտեմ։ Ուրեմն և գիտես, թե ինչու Տրովադան կործանվեցավ, և ինչու նրա պարիսպների տակ բազմաթիվ հույն զորավարներ իրենց բյուրավոր զորքերով ջարդվեցան։ Գիտեմ, մի կնոջ, մի հեղինեի անհավատարմության պատճառով։ Ոչ, սխալվում ես, մի դավաճան Պարիսի պատճառով։ Ես այդպես չեմ հասկանում Հոմերոսը։ Իսկ հին հույններն այդպես էին հասկանում։ Հեղինեն մի կին է, ասում էին նրանք։ Իսկ կինը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն ինքը թուլությունը, որին առաքինությունը և մոլությունը միատեսակ են գրավում։ Ազնիվ տղամարդու պարտավորությունն է ոչ թե օգուտ քաղել կնոջ թուլությունից, այլ խնամել նրան, պաշտպանել, մանավանդ եթե նա կարոտ է պաշտպանության։ Պարիսը հակառակը գործեց։ Նա դավաճանեց յուր հյուրընկալ Մենելավոսին, հրապուրեց նրա կնոջը, աստղիկ գիցուհուց ստացած կիթառի նվագներով, փախցրեց նրան Տրովադա։ Այս պատճառով ահա հունած քաջերը ոտի կանգնեցան, բյուրավոր զորքերով դիմեցին Պոնտոս, 10 տարի շարունակ պաշարեցին Պրիամոսի ոստանը, առան նրան և հիմնահատակ արին, որպեսզի դրանով լուծեն վրեժը այն անպատվության, որ դավաճան Պարիսը հասցրել էր հույն թագավորի ընտանիքին, հյուրասիրության սուրբ օրենքը պղծելով։ Մեզանից 2000 տարի առաջ մարդիկ ընտանիքի պատիվն անարգող հրեշներից այդ ձևով էին իրենց վրեժը լուծում, և 2000 տարուց հետո դարձյալ նույն ձևով պիտի լուծեն։ Ի՞նչ կարծիք ունիս դու այս մասին։ Ես մի հեղինեի պատճառով նույնիսկ 10 հույնի արյուն չէի թափիլ, ուր մնաց թե բյուրավոր հույնների, զորապետների կամ էլ թագավորների։ Հա, ուրեմն դու մեծ մարդ ես։ Բայց Հունաստանը քեզ պես չմտածեց։ Նա ասաց. եթե այսօր Պարիսին թողնենք անպատիժ, վաղն էլ Հեկտորը կգա։ Ուրեմն լավ է, որ Անդրանիկ հարվածն իջեցնենք Անդրանիկ հանցավորի գլխին։ Եվ դու ուրեմն արդարացնում ես բյուրավոր մարդկանց կոտորածը մի մարդու պատճառով։ Տեր մարզպետունի, պատվի պատճառով։ Եվ դու նույնը կարող ես անել։ Նույնը պարտավոր եմ անել։ Եվ հանգիստ սրտով կնայես կռվի այն դաշտին, ուր եկեղեցին իզակները կպատառոտեն հայ կտրիչների կուրծքը, ուր փայլուն սրերը կկիսեն նրանց գլուխները, ուր հայ զորքը յուր դրոշակի պատիվը փրկելու համար կկռվե աննահանջ և կկոտորվի անընդհատ։ Իսկ թափվող արյունը, թավալող դիակները, մեռնողների անեծքը, վիրավորների հառաչանքը չեն կտրտել քո սիրտը, մանավանդ երբ մտածես, թե այդ բոլորը լինում է մի կնոջ համար։ Լսիր, Տեր մարզպետունի, դու խոսում ես ինչպես մի աբեղա, բայց ես զինվորական եմ։ Ամրամսեպուհ, դու մոռանում ես քեզ։ Հանկարծ տեղից վեր թռչելով բացականչեց իշխանը։ Դու պարտավոր ես զանազանել հայրենասեր աբեղայից։ Ներողություն, Տեր մարզպետունի, ես աբեղա բառը գործ դրի խաղաղասերի մտքով։ Ամրամը անծանոթ չէ մարզպետունյա ժառանգի քաջարիությանը։ Իշխանը ըստ երևույթին հանգստացավ և նորեն նստեց մահճակալի վրա։ Ասացիր, որ պատերազմի արհավիրները պիտի կեղեքեն իմ սիրտը, եթե մտածեմ, թե այդ բոլորը լինում է մի կնոջ պատճառով։ Այդպես է, իշխան, պիտի կեղեքեն, եթե հայրենասիրության մի կայծ գոնե մնացել է իմ սրտի մեջ։ Բայց եթե վերջին կայծն էլ մարած է արդեն, եթե իմ սիրտը բաբախում է միայն վրեժխնդրության համար,
Դու ուրեմն արժանի չես քաջի և զինվորի անուն կրելու։ Մի փոքր վրդովված նկատեց մարզպետունին։ Ես չեմ նեղանում այդ խոսքից։ Ես պարտավոր եմ հարգել տեր մարզպետունու աստիճանն ու տարիքը։ Բայց պիտի դառնամ նորեն Հոմերոսին։ Աքիլեսը ոչ միայն քաջ, այլև դյուցազն էր, այնպես չէ իշխան։ Այո։ Ունած հերոսների մեջ ո՞րն էր նրան հավասար։ Ոչ ոք։ Նա միակն էր, այնպես չէ։ Այո։ Եվ սակայն նա երկար ժամանակ յուր նավի մեջ անգործ նստած, հանգիստ սրտով նայում էր Հեկտորի հաղթանակներին, տեսնում էր, թե ինչպես տրոյացիք ջարդում էին յուր հայրենակիցներին, հրդեհում էին հունաց նավերը, անպատվում էին նրանց դիակները, տեսնում էր, թե ինչպես գոռոզ հելլենացիք կծկվել էին ծովեզրի վրա, և տրոյական սուրը հաղթանակում էր ամեն տեղ։ Նա գիտեր, որ լոկ յուր, դաշտում երևալը, նոր շունչ և հոգի կտար հույներին, վերջ կդներ նրանց կոտորածին, բայց նա տեղից չէր շարժվում, զորապետների աղաչանքը չէր լսում, կռվի դաշտը չէր իջնում։ Ի՞նչն էր պատճառը։ Ինչու յուր եղբայրց կոտորածը չէր հուզում նրան։ Իշխանը լուռ էր։ Պատճառը դարձյալ նույնպիսի մի նախատինք, հարեց Ամրամը։ Ագամեմնոն արքան, հունաց դաշնակցության գլխապետը, խլել էր Աքիլեսից Բրիսեի սեսիրուհին, որ նրան իբր մրցանակ էր տրված տրոյական ավարից։ Աքիլեսը չկարողացավ տանել այդ նախատինքը։ Նա յուր սուրը պատյանի մեջ դրավ։ Նա ետ կեցավ պատերազմից։ Եվ մի Բրիսեիսեի պատճառով հազարավոր հույներ կոտորվեցան։ Այժմ դու կամենում ես, որ Ամրամ Սեփուհը ավելի մեծ և ավելի քաջ լինի, քան Թետիսի որդին, դյուցազն Աքիլեսը։ Չէի՞ր կամենալ նրանից ավելի մեծ և ավելի քաջ հռչակվել։ Կկամենայի։ Դե ուրեմն մոռացիր քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի, և դու ավելի մեծ կլինես, քան Աքիլեսը։ Ինձ ընդհատում ես։ Կկամենայի, բայց չեմ կարող։ Բնությունն ինքն է քարացնում մարդու սիրտն այսպիսի դեպքում։ Ես հանցավոր չեմ։ Ուրեմն ի՞նչ ես որոշել անելու։ Պատերազմել։ Ուրիշ միջոց ես չգիտեմ անարժան արքային պատժելու համար։ Աշոտ երկաթը, կենդանի չպիտի վերադառնա յուր ոստանը։ Ես որոշել եմ այդպես, և այդպես պիտի լինի։ Չես վախենում, որ դու լինիս առաջին զոհը։ Այդ միևնույն է, կամ ես, կամ նա։ Մեզանից մինը պիտի մեռնի։ Երկուսը միասին Աստուծո լույսը չպիտի վայելեն։ Իսկ երբ դու միայնակ մնաս, կարծում ես, թե ուրախությամբ պիտի վայելես այդ լույսը։ Ոչ, ինձ համար այլևս ուրախություն չկա։ Դառնացավ իմ ուրախությունը։ Իմ շուրջն այժմ դժոխքն է թագավորում։ Երբեք, տեր մարզպետունի, երբեք չէի ցանկանալ, որ նույնիսկ իմ թշնամին տանջվեր այն ցավերով, որով այժմ Ամրամ Սեփուհն է տանջվում։ Դա ցավերից ամենաանտանելին է։ Դա Աստուծո անեծքը, դա հավիտենականի պատիժն է։ Դու ինձ ճանաչում ես, ինձ ճանաչում են բոլոր հայերը։ Ամենքն էլ ինձ ցլիկ Ամրամ են կոչում, բայց ոչ իմ չարության կամ անգթության, այլ իմ ուժի և քաջության համար։ Դու եղել ես ինձ հետ պատերազմներում, գիտես, թե որքան աներկյուղ էի ես, որքան ահարկու և կործանիչ իմ թշնամիների համար։ Բայց հայ ժողովրդի, իմ եղբայրակիցների հետ կենակցելիս, ո՞վ է եղել ավելի հեզ, ավելի բարի, ավելի սիրող և անձնվեր, քան ցլիկ Ամրամը։ Տեսել ես իմ մեջ մի ամենափոքր չարություն դեպի իմ ազգակիցը, դեպի ամեն մի մարդ, որ հայ անունն էր կրում։ Հարկավ ոչ։ Բայց այժմ ես դարձել եմ մի վայրագ գազան։ Սրտիս մեջ վառվում է չարության դժոխքը։ Էլ չեմ զանազանում, թե որն է հայը և որն է օտարը։
Իմ աչքերը պտռում են միայն մի մարդու, դա Աշոտ Երկաթն է, հոգիս ձգտում է միայն մի գործի, դա վրեժխնդրությունն է, անողոք, մահաշունչ վրեժխնդրությունը, և ամեն մի պատճառ, որ ուշացնում է այդ վրեժխնդրության ժամը, ես կամենում եմ սրով և հրով վանել, և այժմ դու ինձ հաշտություն ես առաջարկում, դու ինձ խնդրում ես ներել նրան, ներել այնպես, ինչպես որ ներեց Սևադան, և զարմանում ես, որ յուր տեսությունից, յուր զույգ աչքերից զրկված մարդը մոռանում է ատելությունը և ներում չարագործին, իսկ ես չեմ ներում։ Ախ, ինչ անեմ, ինչպես քեզ հասկացնեմ, թե որքան տարբեր է իմ վիշտը Սևադայի վշտից։ Հանեցեք և իմ զույգ աչքերը, առեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, իմ կալվածքները, բոլոր անձնական բարիքները, բայց վերադարձրեք ինձ այն, ինչ որ Աշոտը խլեց ինձանից, վերադարձրեք ինձ իմ պատիվը, իմ ասպրամը, դա կարող եք անել։ Ոխ, որքան ծանր, որքան անտանելի է այս ամենը։ Ամրամը, որ խոսելու միջոցին տեղից բարձրացել էր, նորեն ընկավ մահճակալի վրա, հուզմունքից դադրած, և գլուխը ձեռքերի մեջ բռնելով, սկսավ ծանր շունչ քաշել։ Վրանում լռություն տիրեց, չէր խոսում և մարզպետունին, նա էլ էր խորասուզվել մտածմունքների մեջ։ Անցան մի քանի վայրկյաններ, հանկարծ ձիաների խրխնջյուն լսվեցավ վրաններից դուրս, և մի պահապան ներս մտնելով հայտեց, որ բերիշխանը գալիս է Սեպուհին այցելելու։ Երկու խոսակիցները միաժամանակ գլուխները բարձրացրին։ Երբ պահապանը դուրս գնաց, մարզպետունին տեղից վեր կացավ և ձեռքը դեպի Ամրամը պարզելով, հուսահատ ձայնով ասաց. Մնաս բարյավ, բարեկամ, երևի հաճելի չէր Աստծուն խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց, բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս ինձ չի տանջիլ, մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորը ունեցած իմ պարտքը, և ես կերթամ այն կատարելու։ Երթաս բարյավ, այս վայրկյանից մենք հակառակորդներ ենք, ես չեմ նեղանալ, որ դու պաշտպանես քո թագավորին, այլ կհարգեմ քեզ մինչև անգամ այն վայրկյանին, երբ դու նրան պաշտպանելու համար քո սուրը կմախես իմ կրծքի մեջ, բայց կցանկանայի, որ մարզպետունյաց ազնվարյուն ժառանգը պաշտպան լիներ ավելի ազնվասիրտ թագավորի։ Ինչ արած, Աշոտ Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի խոնարհ ծառան եմ։ Մնաս բարյավ։ Այս ասելով Գևորգ իշխանը սեղմեց Ամրամի աջը և տխուր սրտով վրանից դուրս եկավ։ Ամրամը ճանապարհ դրավ նրան մինչև մյուս վրանի մուտքը։ Այդտեղ մարզպետունին պատահեց ափխազած արքայազն բերիշխանին։ Սա մի նրբակազմ, բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ էր, ու հենց նոր ձիուց իջնելով պատրաստվում էր մտնել վրանը։ Իշխանը հառեց յուր աչքերը երիտասարդի վրա, մի ծանր հայացքով չափեց նրան ոտից մինչև գլուխ և առանց ողջունելու անցավ։ Քեշի հոտ են առել թշվառականները և հավաքվել ինչպես անգղներ։ Սպասեցեք, կտեսնվենք մի օր ձեզ հետ, շշնջաց ինքն իրեն Գևորգ իշխանը և դառը ժպիտը բերանին, աշտանակեց յուր նժույգը և հեռացավ։ Եզնիկը հետևեց նրան։ Ժ.Բ. Անակնկալ վախճան։ Աշոտ արքայի բանակը, որ գլխավորապես կազմված էր Եգերացոց թագավորի հեծելազորից, հետզհետե մոտենում էր հայոց սահմանին։ Նրա հառաջապահ գնդերը հասել էին արդեն այն հովտին, ուր վերջանում էին Սևորդյաց անտառները և ուր կարկաչահոս խրամը, յուր ծոցն առնելով Ձորո գետի վտակը, թափվում էր հանդարտահոս կուրի մեջ։
Այստեղ, գետի ափին բանակած, նրանք զբաղված էին մոտալուտ հարձակման պատրաստությամբ։ Մի քանի օր էր, ինչ ձորոգետի կուսական անտառները մերկանում էին իրենց բազմամյա զարդերից։ Հինավուրց մայրիները և կաղամախները, սրաբերան տապարների հարվածներին չդիմանալով, ահագին ճարճատմամբ խոնարհում, ընկնում էին ինչպես մեռնող հսկաներ։ Մոտակա գյուղերից հավաքած եզանց լուծերով շարունակ դեպի Կուրիափն էին կրում հսկայական գերանները։ Այստեղ լաստագործ եկեղեցիք ուռենու դալար ոսկերից հյուսած լաստերով կապկպում, միացնում էին այդ գերանները և նրանցից մեծամեծ լաստեր կազմելով իջեցնում գետը։ Երբ լաստերի թիվը մի քանի տասնյակների հասավ, լաստավարները սկսան միացնել այդ բոլորը պարաններով և հետզհետե դեպի հանդիպակաց ափը մղել։ Այսպիսով, լաստ լաստի միացնելով և ամենը միասին գետափի վրա ցցած բիրերին կապելով, կազմեցին մի ապահով կամուրջ, որի վրայով հեծելազորը սկսավ հետզհետե հայկական սահմանն անցնել։ Շուտով հասավ և Աշոտ թագավորը եկեղեցոց վերջապահ գնդերով։ Միօրյա հանգստությունից ետ նա հանդես արավ յուր զորքերին։ Մի քանի հազարից կազմված հեծելախմբերը բռնեցին գետափի ուղղությամբ ձգվող դաշտավայրը բազմաթիվ շարքերով, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի իշխանազան զորավար։ Այդտեղ էին եկեղեցիք, խախտիացիք, քուրյալցիք, մկրելցիք, ապասցիք և ճորոխի ձորահովտում բնակվող քաջերը։ Նրանց միացել էին նաև Տայոց նահանգի հայ հեծելախմբերը։ Այսպիսով թագավորը առաջնորդում էր մի հզոր բանակի, որին, ըստ երևույթին, չպիտի կարենային դիմադրել ապստամբները։ Դրանք բոլորն էլ հուժկու, հաղթանդամ և քաջամարտիկ զորականներ էին։ Ամենքն էլ հագած երկաթե զրահներ և պաշտպանված երկաթագամ լանջապաններով։ Նրանք զինված էին միաժամանակ թե աշտեներով և սվիններով, որոնց հեռվից ձգում էին թշնամու վրա, և թե երկար նիզակներով, որոնցով կռվում էին հակառակորդի հետ մոտ եղած ժամանակ։ Ունեին թեթև վահաններ և ծանր քառակուսի ասպարներ։ Զինված էին սրերով և վաղակավորներով։ Կային և նետաձիգ գնդեր, որոնք կռվում էին լայնալի ճաղեղներով և թունավոր նետերով։ Հանդես կազմելով զորքին յուր սահմանի վրա, թագավորը կամեցավ հավաստիանալ, թե արդյոք այդ հեծելազորը յուր արտաքին կազմության և ահարկու տեսքին համեմատ ունի նաև ռազմական հմտություն և կարող է ուտիացոց և սևորդյաց զորությունը ընկճել։ Տեղի ունեցող փորձերը թագավորին համոզեցին, թե եկեղեցիք արժանի են իրենց հռչակին։ Նա ուրախ էր, որ ապխազած այդ տոհմական թշնամիներով պիտի կարողանար կրկին մի խրատական դաս տալ բերիշխանին, որ Աբխազիայից եկել էր ուտիկ յուր ապստամբ իշխաններին օգնելու համար։ Սակայն չնայելով այս բոլորին, չնայելով և այն հաջողությանը, որին հանդիպեց արքան եկեղեցոց երկրում, ստանալով նրա թագավորից օգնական զորք այնպիսի մի ժամանակ, երբ ինքը մնացել էր մենակ և կարոտ էր զորավոր բարեկամի օգնության, այսուամենայնիվ, մի ներքին տխրություն ճնշում էր նրա սիրտը։ Այն միտքը, թե ինքը մտնում է յուր երկիրը օտար զորքերով և մտնում է յուրայինների դեմ կռվելու համար, նրան սաստիկ տանջում էր։ Բացի հայ զորած կոտորածը, որ տեղի պիտի ունենար անշուշտ թե հաղթության և թե պարտության դեպքերում, և որի մասին մտածելը անգամ վիշտ էր պատճառում նրան, թագավորը ճնշվում էր նաև ամոթից, այն մասին, որ ինքը մենակ էր, որ յուր մոտ չկային գեթ մի քանի հայ իշխաններ, որոնք յուր վանանդացի թիկնապահների հետ միասին կազմեին արքայական շքախումբը։ Նա ամաչում էր եկեղեցի իշխաններից և նույնիսկ նրանց զորքերից, բայց աշխատում էր միշտ ուրախ երևալ, դեմքի վրա ժպիտ ունենալ։ Թագավորին անհանգստացնում էր նաև այն միտքը, թե ինչու մինչև այն մարզպետունին չերևաց։ Ինչ դրության մեջ էր արդյոք երկիրը։ Նոր խռովություն հո չէ փրթել մի տեղ, կամ որևէ հարձակում չէ եղել յուր բերդերի վրա։ Զորահանդեսը վերջացնելուց և վրանը վերադառնալուց ետ թագավորը զբաղված էր այս մտքերով
երբ յուր բարապանը, որ վանանդացի հավատարիմներից մինն էր, ներս մտնելով հայտնեց Գևորգ մարզպետունու գալուստը։ Թագավորը ուրախությունից վեր թռավ տեղից։ Կարծես մի նոր և մեծ զորություն օգնության հասավ իրեն վտանգի վայրկենին։ Ուր է, կանչիր այստեղ, հրամայեց նա իսկույն և ուրախ անհանգստությամբ սկսավ անցուդարձ անել վրանում։ Մարզպետունին ներս մտավ և ողջունեց արքային խոնարհությամբ։ Վերջինս, սակայն, գրկեց նրան ինչպես շատ տարիներից ի վեր չտեսած յուր մի սիրելուն։ Ոչ ոք յուր կյանքում այսպես տենչանոք չէ սպասել քեզ, իշխան, ինչպես որ այժմ սպասում էի քեզ, ասաց թագավորը ժպտալով։ Որտեղից և ինչպես հասար։ Մենակ ես թե զորք ունիս հետդ։ Ինչ են անում ապստամբները, ինչ դրության մեջ են մեր գավառները։ Իրար ետևից սկսավ հարցեր տալ թագավորը, և ապա նստելով բազմոցի վրա, իշխանին էլ առաջարկեց նստելու։ Անշուշտ հոգնած ես, շունչ առ, հանգստացիր, հետո կխոսես, հարեց նա, բայց առանց յուրհարցական հայացքը իշխանից հեռացնելու։ Այստեղ եկել եմ միայնակ մեծափարտեր։ Միակ թիկնապահս Աղստևից վերադարձրի գարդման, Վահրամ Բերդակալը յուր վանանդացի հավատարիմներով այստեղ հրավիրելու համար։ Ինչպես, Վահրամ Բերդակալը, ընդհատեց թագավորը անհանգստությամբ։ Ինչպես կարող է նա գալ այստեղ, ում պիտի հանձնե գարդմանը։ Չէ որ Սևադան նստած է այնտեղ յուր դղյակում և կարող է մեքենայություններ նյութել։ Մարզպետունին սկսավ այնուհետև մանրամասն պատմել թագավորին յուր ճանապարհորդության պատմությունը, սկսած այն օրից, որ ինքը գարդմանացած ձորում բաժանվել էր արքայից, և մինչև այն վայրկյանը, որ վերադարձավ նորեն նրա մոտ։ Նա նկարագրեց երկրի դրությունը այնպես, ինչպես որ տեսել էր։ Հայտնեց Սևադա իշխանին և Ցլիկ Ամրամին արած յուր այցելությունը, նրա նպատակը։ Տեղեկություններ տվավ ապստամբության արտաքին շարժառիթների, նրա ծավալման և ապստամբների ունեցած ուժի և ռազմական ծրագիրների մասին։ Միով բանիվ հաղորդեց թագավորին այն ամենը, ինչ որ կարևոր էր նրան գիտենալ յուր առաջիկա արշավանքը հաջողությամբ պսակելու կամ վերահաս վտանգներից խուսափելու համար։ Բայց չհայտնեց նրան ոչինչ ապստամբության ներքին շարժառիթների մասին։ Թագավորը ուշադրությամբ լսում էր իշխանին, առանց սակայն ամենափոքր դժգոհության նշույլ երևցնելու յուր դեմքի վրա։ Նա լսում էր այդ ամենն այնպես, ինչպես կլսեր ամեն մի սովորական և երկրի դժբախտության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն։ Բայց նրա ներսը հանգիստ չէր։ Իշխանը թեպետ չհայտնեց նրան Սևադայի կամ Ամրամի իրան հայտնած գաղտնիքները, բայց թագավորը գուշակում էր, որ մարզպետունին գիտե անշուշտ մի բան այդ գաղտնիքներից, և որ նա խնամքով ծածկում էր դա իրենից։ Երբ վերջինս ավարտեց յուր պատմությունը, թագավորը տեղից վեր կացավ և սկսավ լուռ անցուդարձ անել վրանի մեջ։ Նրան հայտնի էին Ամրամի ապստամբության իսկական պատճառները, բայց հայտնի չէր այն, թե մարզպետունին ինչ չափ է ծանոթ այդ պատճառներին։ Ուստի ինքն իրեն մտածում էր, թե արդյոք խոսե այդ մասին իշխանի հետ, բանա նրա առաջ հին վերքերը և դիմե նրա մտերմական օգնությանը այդ վերքերը սպեղանիով ծածկելու համար։ Առաջին դեպքում նա կունենար մի հավատարիմ խորհրդական, որ կօգներ իրան տագնապի ժամանակ թե գործով և թե խորհուրդներով։ Իսկ երկրորդ դեպքում նա ազատ կլիներ այն մտատանջությունից, թե նվաստացրել է իրան յուր ստորադրյալ մի պաշտոնյայի առաջ։ Նա հպարտ էր, անընկճելի։ Նա կարող էր կործանվել, բայց կուրանալ՝ երբեք։ Այդ պատճառով յուր երկար մտածություններից հետո նա եկավ դարձյալ այն որոշման, որի վրա էր և այդ մտածություններից առաջ, այն է, չխոսել գաղտնիքների մասին ոչինչ և աներկյուղ դիմավորել յուր ճակատագրին։ Եվ այդպես, մենք ուրեմն վաղ առավոտ ճանապարհ կընկնենք դեպի Աղստև, խոսեց թագավորը իշխանի հետ։
Եթե ապստամբները չեն կամենում հոգնեցնել իրենց, պետք է այդ նեղությունը մենք հանձնառնենք։ Իմ հեծելազորը կարող է կռիվ մղել նաև հոգնած ժամանակ։ Բայց եւ այնպես պետք է խուսափել գաղտնի կամ անսպաս հարձակման ենթարկվելուց։ Անհրաժեշտ է հետամուտներ ուղարկել թշնամու շարժումը դիտելու համար, նկատեց մարզպետունին։ Իմ հետամուտները վաղուց արդեն ապստամբների բանակումն են։ Նրանցից երկուսը 3 օր առաջ եկան եւ հայտնեցին, որ ամրամի ծակամուտները սպասում են ինձ Կողբա ջրի մոտ, Կուրի շամբուտներում։ Այդ պատճառով էլ բանակը ես այս կողմից անցրի, տակավին աղստև չհասած, ինձ լուր կբերեն մյուսները թշնամու վերջին դիտավորության մասին։ Պատերազմի համար ինչ ծրագիր ունի կազմած արքան, հարցրեց իշխանը։ Հարձակողական, ճակատել անկարելի է։ Այդ պատճառով էլ պետք է խույս տալ լեռնավայրում թշնամուն պատահելուց։ Մեր հեծելազորը անշուշտ կհաղթանակե, եթե պատերազմե արձակ դաշտի վրա։ Նույն օրը եւ հետ թագավորը խորհրդի հրավիրեց եկեղեցի իշխաններին եւ նրանց ու մարզպետունու հետ միասին որոշեց հետեւյալ առավոտն իսկ առաջ վարել բանակը դեպի Աղստև։ Եվ այդպես էլ արին։ Հետևյալ օրը դեռ կեսօր չեղած արքայական զորքն անցավ Կողբա ջուրը եւ հանգիստ առավ Մերձակա լեռան ստորոտում։ Այդտեղ հանդիպեց արքային Վահրամ-Սեփուհը յուր վանանդացի հավատարիմներով։ Նա հայտնեց, թե թշնամին հեռի է իրանցից միայն 2 ժամվա ճանապարհ, եւ թե նա սպասում է արքային 3 կետերի վրա։ Այսինքն, բանակի մի բաժինը բռնել է Աղստևի արևմտյան հովիտը, արքայական զորքի հարձակումը յուր վրա դարձնելու համար։ Երկրորդ բաժինը ծածկվել է Կուրի մերձակա շամբուտներում, իսկ երրորդը հանդիպակաց լեռան անտառներում։ Եվ դա այն նպատակով, որ երբ արքայական բանակը ընդհարվի առաջին բաժնի հետ, մյուս երկուսը հասնեն ետևից եւ շրջապատեն նրան 4 կողմից։ Սեփուհի բերած տեղեկությունները հաստատեցին նաև արքայի հետամուտները։ Նորից խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Վերջինս առաջարկեց զորապետներին խորամանկության դիմել թշնամուն յուր թաքստոցից հանելու համար։ Այսինքն, ետ նահանջել մի քանի ասպարեզ, ցույց տալու համար, թե իբր արքան կամենում է անցնել ուտիկ հակառակ ճանապարհով։ Այս միջոցը ապստամբներին կստիպեր ձգել իրենց դիրքերը և հետևել թագավորին։ Այն ժամանակ արքայական զորքը նորեն կդառնար և կհարձակվեր նրանց վրա։ Այդ անսպաս հարձակումը կշփոթեր թշնամուն և կստիպեր նրանց փախչել։ Այս խորհրդին հավանեցին ամենքը, բայց բարվոք համարեցին նահանջը հետաձգել մի օր, որպեսզի եթե հեծելազորը ստիպված լիներ հանկարծ վերադառնալու և հարձակում գործելու, գոնե հոգնած չլիներ և կարողանար զորեղ դիմադրության թափն ընկճել։ Բայց որովհետև լեռան ստորոտը, ուր այդ միջոցին հանգստանում էր զորքը, զուրկ էր անակնկալ հարձակման ժամանակ պաշտպանվելու հարմարությունից, ուստի որոշեցին անցնել մոտակա կիրճը և գիշերել լեռան լանջին գտնվող ընդարձակ, բայց ավերակ մի բերդի մեջ։ Այդ բերդը, որ ավերակ անունը կրում է վաղ ժամանակներից ի վեր, և որը երկրի իշխաններից ոչ ոք չէր նորոգում ռազմական անհարմար դիրք ունենալու պատճառով, ընկած էր Կողբա լեռան լայնալանջ ոսկերից մեկի վրա և գրավում էր մի ընդարձակ տարածություն։ Նրա կիսավեր պարիսպները և աշտարակները, որոնք տխուր տպավորություն էին անում տեսնողի վրա, տակավին պարունակում էին իրենց մեջ բազմաթիվ տներ և մարդկոցներ, որոնք կարող էին պիտանի լինել բնակության համար։ Բայց որովհետև թշնամու սուրը անխնամաշել էր մի օր այդ տեղի բնակիչներին, ուստի ոչ ոք այլևս բնակություն չէր հաստատում այնտեղ, վախենալով բերդի փակված դրությունից։ Նրա ետևից աստիճանաբար բարձրանում էին կոհակավոր լեռները, որոնք ճանապարհ չունեին իրենց վրա և հետևապես անմատչելի էին թե ետևից դարանող թշնամուն և թե բերդից դուրս փախչելու զողին։ Իսկ առաջից ձգվում էր մի անջրդի խորաձոր,
որ ծածկված էր թավուտներով, ժայռերով և խորափիտներով։ Այդ ձորը մտնելու և բերդը բարձրանալու միակ ճանապարհը երկու ցածուն լեռների կիրճն էր, դեպի որը դիմում էր թագավորը իշխանների ընկերակցությամբ, որպեսզի զորքի համար գիշերային կայան որոնե։ Ավերակ բերդը տեսնելուն պես եկեղեցի իշխանները ամենաապահով տեղը համարեցին այն, մանավանդ մտածելով, որ բերդի շինությունները կպատսպարեին իրենց աշնանային գիշերվա ցրտից։ Մարզպետունին և Վահրամ-Սեփուհը ընդհակառակը վտանգավոր էին համարում այդտեղ գիշերելը, առարկելով, թե թշնամին կարող է գիշերանց գալ և կրճի բերանը փակելով բանտարկել իրենց բերդի կամ նույնիսկ ձորի մեջ։ Թագավորը համամիտ էր յուր հավատարիմների հետ, բայց կամենալով շնորհ անել օտար զինակիցներին և դրանով նրանց ինքնասիրությունը գգվել, մանավանդ որ չէր կարծում, թե թշնամին կարող է գիշերանց յուր դիրքերը ձգել և արշավել իրենց դեմ, համաձայնեցավ եկեղեցի իշխանների հետ։ Սեփուհը և մարզպետունին չհակառակեցին արքային, բայց մի գաղտնի երկյուղ սկսավ անհանգստացնել նրանց։ Երեկոյան դեմ հեծելազորը հետզհետե կիրճը մտնելով սկսավ դեպի ավերակ բերդը բարձրանալ։ Այդտեղ հասավ և թագավորը յուր և եկեղեցի իշխաններով։ Կիրճի բերանում թողեցին պահնորդների մի խումբ, որ անքուն պիտի հսկեր գիշերը և թշնամու մոտենալը նկատելուն պես իմաց տար իշխաններին։ Քիչ ժամանակից ետ ավերակ բերդը կենդանություն առավ։ Ամեն կողմ սկսան կրակներ վառել, խարույկներ բորբոքել, իսկ զորքը յուր ձիանը դարմանալուց հետո սկսավ արքայի նվիրած ոչխարները փողոտել։ Պատերազմի նախատոնքը համեղ ընթրիքով կատարելու հրամանը տվել էր ինքը թագավորը։ Բացի այդ, նա կարգադրել էր, որ իշխանները յուր հետ միասին վայելեն ընթրիքը։ Նա ուրախ տրամադրության մեջ էր և այդ հանգամանքը համարում էր մոտալուտ հաջողության նշան։ Անցան ընթրիքի և զվարճության ժամերը, կրակները մարեցին, և թագավորից սկսած մինչև վերջին զորականը ամենքն էլ քնո գիրկը մտան։ Անքուն էին միայն դեռ կարգված պահապանները և թագավորի թիկնապահներից նրանք, որոնք հերթով պահապանություն էին անում արքայի վրանին։ Ավերակ բերդի շուրջը խոր լռություն էր տիրում։ Միայն կուրը սպառող ձիաների փռնչոցը կամ միմյանց ընդհարվող նժույգների խրխնջյունն էր, որ մերթ-ընդ-մերթ ընդհատում էր այդ լռությունը։ Քունը չէր մոտենում, սակայն, իշխան մարզպետունու աչքերին։ Սկզբում արդարև նա մի փոքր նիրհեց, բայց կռվող ձիաների մի աղմուկից արթնանալով այլևս չկարողացավ քնել։ Իշխանին անհանգստացնում էր տակավին այն կասկածը, որ զորքի ավերակ բերդում գիշերելու պատճառով պաշարել էր նրան։ Նա վախենում էր աբստամբների անակնկալ հարձակումից, և այդ երկյուղը անտեղի չէր։ Արձակ դաշտի մեջ արդարև աբստամբները չէին վնասիլ արքայական բանակին, բայց խորափիտներով և գահավեժներով պատած այս բերդի մեջ նրանք կարող էին պաշարել այդ զորքը և չարաչար հարվածել նրան։ Երկար այս ու այն կողմը շրջվելուց ետ իշխանը տեղից վեր կացավ և այծենակաճը վրան առնելով դուրս եկավ ցածուն տնակից, որի մեջ պառկած էր ինքը։ Եզնիկը նույնպես, որ գտնվում էր նրա մոտ, տեղից վեր թռավ և հետևեց իշխանին։ «Ո՞ւր, տեր իմ», հարցրեց նա, աչքերը տրորելով։ «Եզնիկ անհանգիստ եմ, քնել չկարողացա, կամենում եմ դեպի ձորի բերանն իջնել», ֊ ասաց իշխանը։ «Ինձ ևս թույլ տուր հետևել քեզ»։ «Չէ, այս 2 օրը դու բավական հոգնեցար, պառկիր և հանգստացիր, վաղը շատ գործ ունիս կատարելու»։ «Ո՛չ, տեր իմ, ես այլևս հոգնած չեմ, թույլ տուր ինձ հետևել քեզ»։ Իշխանը չընդդիմացավ, և նրանք միասին տնակից դուրս եկան։ Աշնանային ցուրտ գիշեր էր, բայց երկինքը պարզ էր և աստեղազարդ։ Լուսինը հանդարտ սահում էր երկնակամարի վրա և յուր արծաթյա շողերով պայծառ լուսավորում շրջակա լեռները, ժայռերը և գահավեժները։
Բերդի ներսն ու դուրսը խումբ պառկած էին զորքերը, այցենակաճների մեջ փաթաթված և գլուխները պայուսակների կամ էլ թամբերի վրա դրած։ Ձիաները, նույնպես խմբերով կամ էլ զատ կապված, սպառում էին իրենց կուրը ախորժանոք։ Իսկ պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակների առաջ և կամ ձորալանջի զառիվայրի վրա, որտեղից անցնում էր կիրճը տանող ճանապարհը։ Հեռավոր ավերակների միջից լսվում էր բուի կռիչքը, որ այդ խաղաղական ժամին ծանր տպավորություն էր անում արթուն եղողների վրա։ Իշխանն ու եզնիկը անցան քնած խմբի միջից կամացուկ քայլերով։ Արտացողներ չեղան։ Միայն պահապաններից մի քանիսը ձայն տվին հեռվից և պատասխան առնելով լռեցին։ Բանակատեղից անցնելով խորաձորը իջան նրանք։ Շատ պիտի հեռանանք բանակից, տեր իմ։ Ոչ, կերթանք կրճի բերանը և կվերադառնանք։ Կամենում եմ տեսնել, թե մեր պահապանները հսկում են կրճին, թե արդեն քնած են։ Այդ խոսքերը դեռ չէր ավարտել մարզպետունին, երբ հանկարծ կրճի կողմից հրհրոցի մի աղմուկ լսվեցավ։ Այս ի՞նչ է, կարծես պահապանները կռվում են, ասաց իշխանը և կանգ առավ։ Դեպի մեզ հեծյալ են գալիս, տեր իմ, ովքեր են սրանք։ Կասկածավոր եղանակով հարցրեց եզնիկը։ Եվ իրավ, այդ վայրկյանին հեծյալների մի խումբ սրարշավ դեպի խորաձորը խուժեց։ Մեր պահապաններն են, ասաց իշխանը և մի հանկարծահաս երկյուղ ցնցեց նրան։ Ուրեմն թշնամին մոտենում է, գուշակեց թիկնապահը։ Իշխանը չպատասխանեց, այլ դեպի հեծյալները հառաչանալով բարձր ձայնով հարցրեց. Պահապաններ, ո՞ւր եք դիմում։ Թշնամին այստեղ, մեր առջևն է, տեր, պատասխանեց պահապանների պետը և կանգ առավ իշխանի առաջ։ Թշնամի՞ն, հարցրեց իշխանը, կարծես չհավատալով յուր ականջներին, կամ էլ կամենալով ուրիշ բան լսել բոթաբեր զորականից։ Այո, թշնամին, նրա գնդերը կրճի մուտքը փակեցին, կրկնեց վերջինս։ Իշխանն ասես կայծակնահար եղավ, նրա կասկածները մարմինն էին առել։ Ախր նրանք ինչպես հասան այդտեղ։ Մի՞թե ավելի վաղ չկարողացաք նկատել, որ լուր տայիք մեզ, հարցրեց իշխանը վայրկենական լռությունից հետո։ Ոչ, տեր իմ, դաշտի վրա մենք չտեսանք նրանց։ Ինչպես թե չտեսաք, ուրեմն երկնքից իջան։ Ճիշտ որ երկնքից, կրճի բերանը փակող լեռան բարձունքից խուժեցին։ Իշխանը մնաց շվարած։ Շտապենք զորքը ոտի կանգնեցնել, տեր իմ, կամացուկ ձայնով ասաց եզնիկը։ Ավելորդ է, ապստամբներն այս կողմը չեն անցնիլ։ Նրանք մեր անզգուշությունը չունին, նկատեց մարզպետունին և հանդարտ քայլերով ետ դարձավ դեպի Բերդը։ Եվ արդարև, փախստական պահապաններին հալածողներ չեղան։ Ամրամի զորքը շատացել էր կրճի բերանը փակելով։ Նա այժմ կարող էր նստել այդտեղ հանգիստ կերպով և սպասել հակառակորդի անձնատուր լինելուն։ Գևորգ իշխանը, հասնելով թագավորի վրանին, կանգ առավ այդտեղ։ Նա չէր վստահում մտնել և արթնացնել նրան։ Սևադայի գուշակությունը կատարվեց։ Աստված այս անգամ պատժեց հանցավորին, մտածում էր ինքն իրեն մարզպետունին։ Իզուր էինք մենք աշխատում փախչել նրա բարկությունից։ Այդ բարկությունը հասավ և մատնեց մեզ թշնամուն։ Բայց պահանորդ խմբի քայլատրոփը զարթեցրեց զորականներից շատերին։ Թշնամու գալստյան լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամեն կողմ և մի քանի վայրկենի մեջ ոտքի հանեց թե զորքերին և թե զորավարներին։ Աղմուկը և շշուկը զարթեցրեց նաև թագավորին։ Այդ ժամանակ ահա ներս մտավ Գևորգ իշխանը և հայտնեց նրան տխուր նորությունը։ Իզեն ուրեմն, գոչեց թագավորը և տեղից վեր թռավ։ Նա շտապավ ծածկեց սաղավարտը և սուրն ածելով կամեցավ դուրս թռչել։ Իզուր է շտապելդ, տեր արքա։ Թշնամին չէ հառաչանում դեպի մեզ,
Նա նստած է կիրճի բերանում, հանգիստ ձայնով ասաց իշխանը։ Ինչ եղանակով ես խոսում, ասպետունի իշխան, քնո մեջ ես դեռ, նկատեց թագավորը, հավատարմի դանդաղկոտությունը տեսնելով։ Չեմ քնել բնավ և չէիր կարող քնել։ Ես այս դժբախտությանը սպասում էի ամեն վայրկյան։ Ինչ դժբախտություն, առաջին անգամն ենք հարձակման հանդիպում։ Ոչ տեր արքա, բայց մեր այժմյան դիրքը դատարկ խոսքեր են, ընդհատեց թագավորը։ Գնա, հայտնիր իշխաններին պատրաստվել իսկույն հարձակման։ Իշխանն անխոս դուրս գնաց վրանից և հայտնեց պետերին արքայի հրամանը։ Մի քանի վայրկյանում զորքը պատրաստվեցավ։ Բայց ինչ հարձակում կարող էր գործել հեծելազորը այդ զառիվայրների վրա կամ խորափիտների մեջ։ Նրան հարկավոր էր ընդարձակ դաշտ, լայնադիր ճակատ։ Մինչդեռ նա յուր առաջ ուներ միայն մի խորաձոր և մի փակված կիրճ։ Իշխանները և զորքի պետերը եկան թագավորի մոտ խորհրդի։ Հարձակումն անհրաժեշտ է, չպետք է հանգստանալ և ժամանակ տալ թշնամուն, ասաց թագավորը իշխաններին։ Եթե վաղվան սպասենք, ապստամբները լեռան բարձրությունները կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն։ Այն ժամանակ կռվելն ավելի կդժվարանա։ Մենք անծանոթ ենք մեր այժմյան դիրքին և շրջականներին, ասացին եկեղեցի իշխանները։ Հետևապես գիշերանց թշնամու դեմ գնալ չենք կարող։ Թողեք, թող առավոտը բացվի, այնուհետև կգործենք, ինչ որ բարվոք կհամարեք։ Այժմյանից սակայն կարող ենք հետազոտել մեր շուրջը, որպեսզի լույսը բացվելուց գործել սկսենք։ Գևորգ իշխանը և Վահրամ-Սեպուհը նույնպես այդ կարծիքին էին։ Թագավորը ստիպված էր զիջանել իշխանների պահանջին անօգուտ կոտորած չանելու համար։ Բայց որոշվեցավ, որ Վահրամ-Սեպուհը և եկեղեցի մի իշխան գնան իսկույն իրենց թիկտապահներով շրջակա դիրքերը հետազոտելու։ Եթե դաշտը ելնելու ճանապարհը գտնվեր, ուրեմն կհանեին զորքն այդտեղից և այդպիսով վտանգը կհեռացվեր։ Իսկ եթե ճանապարհը չգտնվեր, այնուհետև պիտի կռվեին պաշարման չենթարկվելու համար։ Արևելքը հազիվ սկսել էր շառագունել, երբ Վահրամը և եկեղեցի իշխանը վերադարձան իրենց թիկտապահներով և հայտնեցին թագավորին ու իշխաններին հետազոտության արդյունքը։ Մենք փակված ենք ամեն կողմից, ասաց Սեպուհը։ Այս դիմացի լեռը չունի յուր վրա ոչ մի անցք։ Եթե մենք ինքներս ճանապարհ բանանք, թավուտը կտրտելով, դարձյալ հեծելազորն անցնել չէ կարող, որովհետև լեռան ետևի ստորոտը ծածկված է ժայռերով և խոխուններով։ Մեր ետքից բարձրացող այս բլուրները նույնպես խափանում են ճանապարհը, ըստ որում հետզհետե բարձրանալով միանում են ուրիշ լեռների հետ։ Միակ ելքը այն կրճիցն է, որի առաջը բռնած է թշնամին։ Մեզ մնում է նետաձիգների գունդը հանել կրճի բարձրությունների վրա և այդտեղից անընդհատ նետաձգությամբ վանել ճանապարհը փակողներին։ Գուցե այս միջոցով հնար ունենանք թշնամու շարքերը շփոթել և մի քանի գունդ հեծելազոր դաշտ դուրս հանել։ Բայց դրա համար օրեր են հարկավոր, ընդհատեց Սեպուհին նրան ընկերակցող իշխանը։ Ամբողջ շաբաթով կարող ենք նետաձիգներին պարապեցնել այդտեղ, նկատեց թագավորը։ Մենք նետերի մեծ պաշար ունենք։ Այո, տեր, նետերի պաշար ունենք, բայց ջուր չունենք։ Ինչպես թե ջուր չունենք։ Դե այո, այդպես է։ Այս շրջականներում չկա ոչ առու և ոչ էլ աղբյուր։ Միակ վտակը, որից զորքը ջուր առավ երեկ, կրճի բերանից դեպի այս խորաձորն է իջնում, իսկ նրա ընթացքը թշնամին արդեն դեպի դաշտն է շրջել։ Անկարելի է, որ այս լեռներում ջուր չգտնենք, կրկնեց թագավորը։ Ամեն կողմը շրջեցինք, ամեն տեղ պրպտեցինք, մինչև անգամ անձրևած ջուր չտեսանք, պատասխանեց եկեղեցի իշխանը։ Ուրեմն կորած ենք, գոչեցին միաբերան նրա ընկերները։ Թագավորը շվարած սկսեց նայել յուր շուրջը։ Տեր, ուրեմն ի՞նչ պիտի անենք, հարցրեց երիտասարդ եկեղեցիներից մեկը։ Այն, ինչ որ պարտավոր ենք,
Պատասխանեց թագավորը խաղաղ ձայնով։ Բայց ինչ ենք պարտավոր, կրկնեց երիտասարդ իշխանը։ Հայերը այսպիսի դեպքում կռվում են։ Եկեղեցիք չգիտեմ, թե ինչ են անում, նկատեց թագավորը, կամենալով կշտամբել անժույժ երիտասարդին։ Ոչ մի ազգի հեծելազոր ով արքա, չի կռվում լեռների լանջին կամ զորակների մեջ, պատասխանեց եկեղեցիների առաջնորդը, կամենալով յուր ընկերների պատիվը պաշտպանել։ Թագավորը նրան չպատասխանեց, այլ դառնալով մարզպետունի իշխանին և Վահրամ-Սեփուհին հրամայեց. Գնացեք և մի խմբեցեք այս վայրկենին բոլոր վանանդացիներին և տայոց հեծյալներին։ Ասացեք, որ թագավորը պիտի առաջնորդե նրանց, և թե մի քանի վայրկենից մենք պիտի հարձակվենք մեզ պաշարող ապստամբների վրա։ Իշխանը և Սեփուհը իսկույն դուրս գնացին, իսկ եկեղեցի պետերը մնացին կանգնած։ Թագավորը մի քանի վայրկյան լուռ անցուդարձ արավ նրանց առաջ և ապա առաջնորդ իշխանին դառնալով ասաց. Կոստանդին թագավորը ինձ ուղեկցելիս հայտնեց, թե եկեղեցի իշխանների մեջ ամենից ընտիր և ամենից քաջարի անձինքներին է զինակից կարգել ինձ, և թե ամենից աներկյուղ զորագնդերն է հանձնել այդ քաջերի ձեռքը։ Ես չեմ պահանջում, որ դուք ինձ օգնեք այս ծանր վայրկենին. կյանքը թանկ պարգև է, ինչպես կարող եք վտանգի ենթարկել նրան, բայց պահանջում եմ, որ ձեր աշխարհը վերադառնալուց հետո հայտնեք քաջազն արքային, թե յուր իշխանները հայոց ապստամբների դեմ ճակատել չկարողացան։ Այդքանով արդեն Կոստանդին թագավորը կարող է յուր իշխանների քաջության չափը որոշել։ Այս ասելով թագավորը վրանից դուրս եկավ։ Եկեղեցի իշխանների վրա ծանր ազդեցություն արին այդ խոսքերը։ Նրանք շվարած նայում էին միմյանց, առանց խոսել կամ տրտունջ հայտնել կարողանալու։ Այս անպատվությունը մենք պիտի տանենք, հարցրեց վերջապես երիտասարդ իշխաններից մինը իրենց առաջնորդին։ Ով չի կարող տանել, պիտի վերցնե յուր գունդը և հետևե հայոց թագավորին, ծանրությամբ նկատեց առաջնորդը։ Բայց նրան ոչ ոք չպատասխանեց, որովհետև այդպիսի հանդուգն ձեռնարկության ոչ ոք էլ չէր կամենում մասնակցել։ Իսկ Աշոտ արքան վրանից ելնելով պատրաստ գտավ արդեն վանանդացոց և տայոց քաջերին, որոնց գլուխ էին անցել մարզպետունի իշխանը և Վահրամ-Սեփուհը։ Թագավորը աշտանակեց իսկույն յուր օդապարիկ նժույգը և առաջ անցնելով բարձր ձայնով գոչեց. Քաջեր, ո՞վ է կամենում ձեզանից կռվել և մեռնել թագավորի հետ միասին։ Մենք ամենքս, գոռացին միաբերան հայ կտրիչները, և նրանց ձայնի արձագանքը որոտաց հեռավոր լեռներում։ Ուրեմն առաջ, գոչեց թագավորը և սուրը հանելով դիմեց թշնամու կողմը։ Հեծելազորը հետևեց նրան։ Ապստամբներից մի խումբ հառաչացել էր արդեն մինչև ձորի բերանը և դիտում էր հեռվից արքայական բանակի շարժումը։ Երբ նա հեծյալների այս գունդը տեսավ, սկսավ դեպի կրճի ներսը նահանջել։ Թագավորը յուր զորքով հասավ նրա ետևից ինչպես մի փոթորիկ և ընդհարվեցավ հետը կրճի մեջտեղը։ Արքայի նպատակն էր հանկարծակիի բերելով փախուստ դարձնել այդ խումբը և այդպիսով շփոթել կրճի բերանը փակող զորքերին։ Վանանդացիք և տայքցիք կռվել սկսան կատաղաբար։ Նրանք ձիաներով կողկրտում և երկար նիզակներով շամփրոտում էին անզոր հետևակներին, որոնք կռվում էին միայն կարճ սրերով։ Ընդհարումը տևեց հազիվ կես ժամ, որովհետև արքայականների հարձակումն այնպես անակնկալ և բախումն այնքան զորավոր էր, որ ապստամբների խումբը երկար դիմադրել չկարողացավ։ Մի քանի տասնյակ զոհեր տալուց հետո նա թիկունքը դարձրեց և փախավ։ Արքայականները հաղթական աղաղակով սկսան հալածել նրանց։ Թվում էր, թե բախտը ժպտում է թագավորին։ Կրճի բերանը հասնելուց փախստականները դեպի լեռան լանջերը ցրվեցան։ Արքայի հեծելազորը ընկավ նոր հանդիպող գնդերի վրա, որոնք արդեն շփոթված էին թե փախստականների և թե հալածողների աղաղակից, և սկսավ սաստկապես հարվածել նրանց։
Ընդհարումը երկար չէր տևելու։ Այդ գնդերը նույնպես փախուստ պիտի տային, մաքրելով կիրճը արքայական զորքի առաջ։ Բայց հանկարծ հասան այդտեղ Սեպուհ ցլիկ Ամրամը և Գարդմանա Դավիթ իշխանը, նստած ամեհին նժույգների վրա և շրջապատված մինը կատաղի սևորդիներով և մյուսը հզոր գարդմանացիներով, որոնք և վայրկենապես կռվի կերպարանքը փոխեցին։ Ամրամ Սեպուհը խրախույս կարդաց յուր քաջերին և սուսերամերկ ու սրարշավ ընկավ արքայական զորքի վրա։ Նրա ձայնը որոտում էր կրճի մեջ, ինչպես գարնանազայր հեղեղի շառաչ, և այդ ձայնին հետևում էր բազմամբոխ զորքի աղաղակը։ Նույնպիսի հզոր գոչյունով խրախուսել սկսան իրենց գնդերին թագավորը և մարզպետունի իշխանը, և մարտիկները երկու կողմից սկսան ընդհարվել նոր ուժով և ավելի կատաղաբար։ Գնդերից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։ Արքայականները աշխատում էին վանել հակառակորդներին կրճի միջից, իսկ վերջինները ճգնում էին ետ մղել նրանց դեպի խորաձորը։ Այդպիսով, միմյանց դեմ խիզախելով և շարունակ անձուկ կրճի մեջ խառնվելով, փակվում էր հեծելազորի ճանապարհը։ Արքայականների դրությունը ծանրանում էր։ Նրանք հարձակվել չէին կարողանում և իրենց շուրջը ձեռող հետևակների դեմ մարտնչելու համար ստիպված էին ձգել երկարաբուն նիզակները և կռվել միայն սրերով։ Այս դրության մեջ դարձյալ նրանք աննահանջ խիզախում էին ապստամբների դեմ։ Եվ չնայելով, որ վերջինների թիվը հետզհետե աճում և իրանցը ընդհակառակը նվազում էր, այսուամենայնիվ արքայականները կանգնած էին այդ հզոր հեղեղի առաջ ինչպես անսասան մի հողաթումբ և կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Բայց հանկարծ աջակողմյան լեռնալանջից սկսավ տեղալ նրանց վրա նետերի սաստիկ մի տարափ. այդ աբխազցիների գործն էր։ Բեր֊իշխանը, տեսնելով արքայականների համառ դիմադրությունը և այն կոտորածը, որ նրանք անում էին նիզակակից զորքի մեջ, հանեց լեռնալանջի վրա յուր նետաձիգ զորագունդը և սկսավ այդտեղից հարվածել նրանց նետերով։ Եվ որովհետև նրանք աջ կողմից էին հարվածում, ուստի արքայականները, ասպարափակ անելու հնար չունենալով, մնացին երկու կրակի մեջ, ըստ որում աջ ձեռքով սուրն էին կրում և ձախով ասպարը։ Թագավորը տեսավ յուր հավատարիմ զորագնդի հուսահատ դրությունը, չափեց նրա և հակառակորդի անհավասար ուժը և անօգուտ համարելով յուրայինների դիմադրությունը, կանչեց մարզպետունի իշխանին և հրամայեց նրան նահանջի փող հնչեցնել։ Այդ հրամանը կարծես կայծակի հարված տվավ քաջիշխանին։ Այն մարդը, որ միշտ աշխատում էր եղբայրասպան կռիվներն արգելել, այժմ այլևս նահանջի մասին չէր ուզում լսել։ Պատերազմի աղմուկը և արյան գոլորշին արբեցրել էին նրա հոգին։ Այդ վայրկյանին նա չէր մտածում, թե կռվում է եղբայրների դեմ, այլ թե պատժում է ապստամբներին, գահի և հայրենիքի թշնամիներին։ Ուստի որքան էլ գունդը նվազ, որքան էլ հակառակորդը զորավոր, այսուամենայնիվ նրա անպարտելի հոգին չէր ընկճվում թվի մեծության առաջ։ Նա պաշտպանում էր յուր թագավորին, հայոց գահի վեհ պայազատին, և այդ միտքն արդեն բավական էր, որ նրա սրտում առյուծ դարաներ։ Բայց երբ թագավորը հրամայեց նահանջել, նրա մարմնով տհաճության դող անցավ, կարկամեց հզոր բազուկը, և արյունոտ սուրը կախվեցավ նրա ձեռքում ինչպես մի անզոր գործիք։ Նա մի ծանր հոգվոց հանեց, որ նման էր ավելի խուլ մռնչյունի, և հեծյալների ետևն անցնելով հնչեցնել տվավ նահանջի փողը։ Արքայական զորքը սկսավ նահանջել, բայց քայլ առ քայլ և առանց թիկունք դարձնելու։ Երբ նրանք ձորամեջը հասան, նկատեցին, որ եկեղեցիք իջնում էին բերդից իրենց օգնելու համար։ Նիզակակից իշխանները, թագավորի սկզբի հաջողությունը տեսնելով, որոշել էին վերջապես կատարել իրենց զինակցական պարտքը։ Բայց երբ արքայական զորքի նահանջը տեսան, լեռնալանջի վրա կանգ առան։ Այս հանգամանքը պատճառ եղավ,
որ ապստամբները երկյուղ կրելով եկեղեցիների հարձակումից կռվից ետ քաշվեցան, և արքայական գունդը, որ բավական նվազել էր, բանակատեղը դարձավ առանց դժվարության։ «Մենք գալիս ենք ձեզ օգնելու, տեր արքա», ֊ ասաց եկեղեցիների առաջնորդը, երբ թագավորը հասավ լեռնալանջը։ «Իզուր նեղություն պիտի կրեիք, իշխան, եկեղեցի քաջերի համար կռվելու տեղ չէր լինիլ կրճում, ֊ պատասխանեց թագավորը դառնությամբ։ «Բայց մենք մեր պարտքը պիտի կատարեինք, մենք ուշացանք միայն մեր գնդերը կարգավորելու պատճառով։ Եվ դուք ուշանալով անօգուտ գործ չարիք, դուք փրկեցիք ձեր զորքի պատիվը, հեռացնելով նրան մեր ամոթահար պարտության մասնակցելու դժբախտությունից»։ Այս ասելով, թագավորը հեռացավ իշխանից հեգնական ժպիտը շրթունքներին։ Առաջնորդ եկեղեցին նայեց նրա ետևից վայրենի հայացքով և կարի զայրացած յուր վրանը դարձավ։ Բաժանման ոգին, որ հետևում է առհասարակ ամեն անհաջողության, լուծել էր արդեն թագավորի և յուր նիզակակիցների միությունը։ Եկեղեցի իշխանները, որոնք սկզբում սիրով անսալով Կոստանդին թագավորի հրամանին, եկել էին Աշոտ արքային օգնելու, և այդ արել էին ոչ միայն երկու ազգերի դաշնակցությունը հարգելու մտոք, այլև փայլուն հաղթություն և հարուստ ավար ձեռք բերելու հուսով, և այժմ արդեն հուսահատ ու սրտաբեկ քաշվել էին իրենց առաջնորդի վրանը և խորհում էին բաժանման կամ էլ փախուստի մասին։ Եվ ուրիշ ինչ կարող էին մտածել այդ օտարականները, քանի որ նրանց հրապուրողը եղել էր ոչ թե հայոց գահը անսասան պահելու նախաձեռնությունը, այլ լոկ անձնական շահը, ավարներով հարստանալու ցանկությունը։ Բայց շահու և ավարի փոխարեն այժմ սպառնում էր նրանց անխուսափելի կոտորած կամ էլ սովատանջ մահ։ Բացի այդ, զորքի մեջ նույնպես սկսվել էր տրտունջ։ Թեպետ նրանք ունեին մի քանի օրվա ուտեստ և կարող էին տանել մի շաբաթվա պաշարման, բայց վատթարն այն էր, որ ջուր չունեին։ Ծարավը հետզհետե տանջում էր թե իրենց և թե ձիաներին։ Այդ ծանրությանը տոկալ չէր կարող զորականը։ Այս պատճառով ահա, գունդագունդ գալիս, խռնվում էին նրանք իշխանական կացարանների առաջ և պահանջում, որ կամ հրաման տան իրենց զինաթափ լինելու և բանակից հեռանալու, և կամ հնար ցույց տան ջուր հայթայթելու։ Երկար խորհրդակցությունից հետո եկեղեցոց իշխանապետը որոշեց դիմել թագավորին և խնդրել նրանից, որ գործելու ճանապարհ ցույց տա իրենց։ Նա վերցրեց ընկեր իշխաններին և նրանց հետ միասին մտավ թագավորի վրանը հենց այն միջոցին, երբ վերջինս նստած յուր երկու հավատարիմների, այն է Գևորգ մարզպետունու և Վահրամ սեփուհի հետ, խորհուրդ էր անում։ «Զորքի մեջ, տեր արքա, տրտունջ է սկսվել, որ հետզհետե ավելանում և սպառնական կերպարանք է առնում. ինչպե՞ս կհրամայեք գործել դրա դեմ, ֊ հարցրեց իշխանապետը թագավորին։ ֊ Անշուշտ տրտնջում են եկեղեցի զորականները, այնպես չէ, ֊ հարցրեց թագավորը։ ֊ Այո, տեր արքա։ ֊ Ի՞նչ է նրանց պահանջը։ ֊ Ամենահասարակ, ամենաբնական պահանջ։ ֊ Այսինքն։ ֊ Տեր արքա, ջուր են խնդրում, և կամ էլ… ֊ Եվ կամ ի՞նչ։ ֊ Եվ կամ հրաման, որ զենքերնին հանձնեն թշնամուն և ազատ ելնեն այս բանտից։ Թագավորը յուր հայացքը սևեռեց իշխանապետի աչքերին և մի վայրկյան լուռ նայելուց ետ ասաց. «Զորքի պահանջը անբնական է և անարդար»։ ֊ Ինչպե՞ս, տեր արքա, մի՞թե մարդիկ իրավունք չունեն ջուր խմելու, ֊ հարցրեց իշխանապետը այնպիսի մի ժպիտով, որի մեջ նշմարվում էր և զարմանք, և հեգնություն։ ֊ Ո՛չ, ֊ պատասխանեց թագավորը խիստ ձայնով։ Իշխանները աչքերնին սևեռեցին արքայի վրա։
Գուցե քեզ զարմացնում է իմ պատասխանը, ասաց թագավորը, բայց ես զարմանալի ոչինչ չասացի։ Ով որ անջրտի տեղը ջուր է պահանջում, անբնական պահանջ է անում։ Ով որ զինաթափության գնով ազատություն է որոնում, կարի նվաստագույն գործ է կատարում։ Ուրեմն ինչ անենք, կոտորվի՞նք։ Ավելի լավ չէ նվաստանալ, քան մեռնել։ Ոչ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ, պատասխանեց թագավորը ծանրությամբ։ Մի վայրկյան լռություն տիրեց։ Արքայի պատասխանը տպավորություն արավ իշխանապետի վրա։ Նա գլուխը կախեց և սկսեց մտածել։ Բայց իշխանների խմբից առաջ անցավ մի երիտասարդ և խոսեց. Տեր արքա, զինվորականը նվաստանում է ոչ միայն այն ժամանակ, երբ միայն թերանում է քաջության մեջ, այլև այն ժամանակ, երբ թերանում է անկեղծության մեջ։ Ուստի աղաչում եմ չվշտանալ, եթե համարձակվեմ անկեղծորեն խոստովանել մի ճշմարտություն, որի ծածկելը, ըստ իմ կարծյաց, հավասար է դավաճանության։ Խոսիր, ասաց թագավորը։ Մենք եկել ենք քեզ օգնելու մեր արքայի հրամանով, և մեր պարտքը կկատարենք, եթե հնար ունենանք։ Բայց բախտը կամ գուցե մեր անհեռատեսությունը փակել է մեզ այժմ մի գառագղի մեջ, որից ազատվելու ոչ մի հնար չունենք։ Ծարավը տանջում է բազմամբող զորքին, թշնամու սուրը ամենքին սպանում է։ Կռվել չենք կարող, որովհետև ասպարեզ չկա։ Ելնել չենք կարող, զի ճանապարհ չունենք։ Իսկ մեռնել մենք իհարկե չենք կամենում։ Մեզ ինչ է մնում անել, եթե ոչ զինաթափ լինել և փրկել մեր անձը մեր ընտանյաց համար։ Փրկել ուրեմն անպատվության գնով, ընդհատեց թագավորը իշխանին։ Դրանից մեզ անպատվություն չի կարող հասնել։ Մենք ձեր երկրում հյուր ենք և պիտի կռվեինք ձեր մեծափառության համար։ Հետևապես, ոչ հաջողության փառքը և ոչ էլ պարտության վնասը մեզ չի վերաբերում։ Ուրեմն, կամ պիտի ճանապարհ ցույց տաք մեզ մեր պատվավոր պարտքը կատարել կարողանալու համար, և կամ պիտի համաձայնիք մեզ հետ զենքերը թշնամուն հանձնելու։ Թագավորը հառեց աչքերը երիտասարդ իշխանի վրա և ապա սկսավ յուր շուրջը դիտել։ Ամենքը լուռ էին և սպասում էին նրա պատասխանին։ Դուք եկել եք այստեղ ձեր թագավորի հրամանով և եգերական դրոշակով, սկսեց խոսել արքան մեղմ և հանգիստ ձայնով։ Եկել եք հայոց թագավորին օգնելու համաձայն ձեր թագավորի և իմ հանգուցյալ հոր կռած դաշնադրության։ Հետևապես, կատարելով ձեր պարտքը, պիտի ապացուցանեք, թե գիտեք ձեզ հարգել, և ընդհակառակը, այստեղից փախուստ տալով, պիտի անպատվեք ձեր թագավորին և արատավորեք եգերական դրոշակը։ Այս է իմ կարծիքը ձեր առաջադրության մասին։ Իսկ գալով նրան, թե արդյոք ես, հայոց թագավորս, կարո՞ղ եմ համաձայնել ձեզ հետ թշնամուն իմ զենքը հանձնելու, կասեմ, որ անկարող եմ։ Աշոտ թագավորը շատ այսպիսի անհաջողությանց է հանդիպել։ Շատ անգամ է թշնամիներով և դավաճաններով պաշարվել, բայց երբեք և ոչ իսկ մի վայրկյան չէ մտածել, թե պիտի անձնատուր լինի թշնամուն։ Ես կարող եմ սուրը ձեռքիս և աշտեները կրծքումս ընկնել և մեռնել, բայց նվաստանալ և զենք հանձնել թշնամուն երբեք։ Դուք պաշարման ժամանակ մտածում եք ձեր կյանքն ազատելու, իսկ ես իմ պատիվը փրկելու վրա։ Ինչպես տեսնում եք, մենք տարբեր նպատակների ենք ձգտում, հետևապես չպիտի խանգարենք միմյանց։ Երբ մարդ կամենում է ընկնել, անկարելի է կանգուն պահել նրան։ Դուք այս վայրկենից իսկ ազատ եք ձեր որոշման մեջ։ Հայոց թագավորն ունի դեռ մի քանի տասնյակ քաջեր, որոնց հետ միասին կարող է մեռնել։
Բայց երբ դուք ողջամբ ձեր երկիրը հասնեք, հայտնեցեք անպատճառ ձեր կանանց և որդոց, որ ձեր կյանքը գնել եք ձեր զենքերի գնով, այդ նորությունն անշուշտ հաճույք կպատճառե եկեղեցի տիկնանց։ Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին, վրդովված նկատեց եկեղեցի իշխանապետը։ Դուք, որ անձնատուր լինելու վրա եք մտածում, իմ զինակիցը լինել չեք կարող։ Ուրեմն և չենք լինիլ, զայրացած պատասխանեց իշխանապետը և դառնալով ընկերներին ասաց. Իշխաններ, հուսահատ զորականը մեզ է սպասում, գնանք մեր վերջին պարտքը կատարելու։ Այս ասելով նա սառնությամբ ողջունեց թագավորին և առաջ անցավ։ Ընկերները հետևեցին նրան։ Թագավորը, որ ուշադրություն չդարձրեց ոչ իշխանապետի վերջին խոսքերին և ոչ իշխանների ողջույնին, աչքերը վրանի անկյունին հառած, խորասուզվել էր մի ինչ-որ մտածության մեջ։ Երբ նա զգաց, թե վրանում լռություն է տիրում, դարձավ յուր իշխաններին և ասաց. Այո, եկեղեցիները կփրկեն իրենց։ Ով որ հանձն է առնում նվաստությունը, նա ձեռք կբերե և այն բարիքը, որ գերադասում է պատվից։ Բայց դուք ինչ եք մտածում հայ զորականի մասին։ Նա պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը, ասաց Վահրամ-Սեփուհը։ Պետք է միայն առաջնորդել նրան։ Մենք նրան կառաջնորդենք, բայց ինչ շահ այդ կռվից։ Մերոնք այնքան սակավաթիվ են, որ թշնամին մի քանի վայրկյանում կջնջե նրանց, նկատեց մարզպետունի իշխանը։ Ասում ես, որ պատրաստ են մինչև վերջին շունչը կռվել, հարցրեց թագավորը։ Այո, տեր, պատասխանեց Սեփուհը։ Պետք է ուրեմն օգուտ քաղել այդ պատրաստականությունից։ Այս գիշեր մենք ամենախիստ թափով կընկնենք թշնամու վրա։ Ընդհարման դիտումով, հարցրեց Սեփուհը։ Ոչ, բանակը ճեղքելու և անցնելու նպատակով։ Իշխանի դեմքը պայծառացավ։ Փրկության այդ միջոցը արդարև ամենահեշտը և պատվավորն էր։ Մարզպետունին նույնպես համակիր էր այդ մտքին։ Պետք էր միայն գաղտնի կերպով պատրաստվել, որպեսզի եկեղեցի կարգելք չլինեին իրենց։ Թագավորի հրամանով իշխանները դուրս գնացին, որպեսզի հավատարիմներին հարկ եղած հրահանգները տան։ Երեկոյան դեմ մի քանի եկեղեցի գնդեր, բերդի պարիսպներից իջնելով դեպի Խորաձորն իջան։ Այդ շարժումը գրավեց Գևորգ իշխանի ուշադրությունը։ Ուրեմն համաձայնություն է կայացել թշնամու և եկեղեցիների մեջ, մտածեց նա ինքն իրեն, ենթադրելով, թե վերջինները երևի սկսում են արդեն թշնամու բանակն իջնել։ Դեռ այս մտքի մեջ էր նա, երբ եզնիկը մոտենալով իրեն, շշնջալով ասաց. Տեր իմ, եկեղեցոց իշխանները դավաճանության խորհուրդ են հղացել, պետք է աշխատել թագավորին փրկել։ Ինչ խորհուրդ, եզնիկ, հարցրեց իշխանը վախենալով։ Պայման են դրել Ցրիկ Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրա ձեռքը հանձնեն։ Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է արձակել եկեղեցիներին առանց զինաթափ անելու։ Ինչպես իմացար այդ լուրը։ Խորաձորն իջնող գնդերի ամեն մի զորական դա գիտե։ Իշխանները նրանց պատվեր են տվել հսկել կրճի անցքերին ամենայն զգուշությամբ, սպառնալով, որ եթե թագավորը ձեռքից հանեն, այլևս այս բանտից ողջ չպիտի ելնեն։ Այժմ իրենք, զորականները, ամեն հնար գործ պիտի դնեն մեր ճանապարհը փակելու, որպեսզի իրենց խոստացված ազատությունը չկորցնեն։ Եզնիկի բերած նորությունը ծանր մտահոգություն պատճառեց արքայի հավատարմին։ Նա պարզ տեսավ, որ փրկության ամեն հույս կորել է, ուստի նորեն Սևադայի խոսքերը հիշեց։ Նա ասաց, որ այս անգամ Աստված պիտի պատժե հանցավորին։ Ահա կատարվում է նրա գուշակությունը։ Մի՞թե թշվառ մահկանացուն կարող է հավիտենականի բարկությունից փախչել։ Այս մտածմունքով նա գնաց Վահրամ-Սեփուհի մոտ և նրա հետ միասին արքայի վրանը մտավ,
այս տխուր նորությունը նրան հայտնելու։ Բայց որքան մեծ եղավ իշխանի զարմանքը, երբ թագավորն այդ նորությունը լսելուց ետ անհոգ կերպով ծիծաղեց. «Այդ թշվառականն ուրեմն իմ արյանն է ծարավի», ասաց նա հանգիստ ձայնով։ «Վաղուց ճանաչում եմ ես Սլիկ Ամրամին։ Նա փառասիրություն չունի, ուրեմն և չէր կարող փառասիրական նպատակով ապստամբել յուր թագավորից. նրան հարկավոր է անշուշտ իմ անձը։ Այժմ ուրեմն հանելուկը լուծվում է»։ «Քո անձը, տեր արքա, ի՞նչ թշնամություն ունի Ամրամը քո անձի հետ», զարմացած հարցրեց Վահրամ-Սեփուհը։ Թագավորը կարծես շփոթվեցավ։ Նա զգաց յուր խոսքերի անպատեհությունը և աշխատեց խույս տալ բացատրություններից։ «Այդպես ուրեմն, մեր փոքրիկ գունդը նույնպես փրկված է։ Ինձանից հետո թշնամին հանգիստ կթողնե թե նրան և թե եկեղեցիներին», ասաց թագավորը, առանց Վահրամի հարցին պատասխանելու։ Գևորգ իշխանը թագավորի խոսքը չհասկացավ, ուստի խնդրեց բացատրել իրեն, թե ինչ է կամենում անել։ «Այս գիշեր ես պիտի հեռանամ այստեղից», ասաց թագավորը։ «Դու միայնա՞կ», հարցրեց իշխանը։ «Այո»։ «Արքա, իսկ ինչ ճանապարհով»։ «Եկեղեցոց պահանորդ գնդերի և թշնամու բանակի միջով»։ Սեփուհը և իշխանը զարմացած աչքերնին հառեցին թագավորի վրա։ «Պիտի հասկացնեմ եկեղեցոց և սևորդյաց իշխաններին, որ Աշոտ երկաթին բռնելը և Սլիկ Ամրամին հանձնելը իրենց ուժից մեծ գործ է»։ Իշխանի սիրտն ուրախացավ, իսկ Սեփուհի խոշոր դեմքի վրա փայլեց գոհության ժպիտ։ «Ես մինչև այժմ հավատարիմների ապահովության համար էի մտածում, բայց այժմ տեսնում եմ, որ հենց իմ անձն է եղել նրանց վտանգողը։ Ես ուրեմն կհեռանամ այստեղից, որպեսզի ձեր ճանապարհի արգելքը վերացվի։ Դու հեռացիր միայն քո թանկագին անձը փրկելու համար, որովհետև աշխարհը սպասում է յուր թագավորին, իսկ մենք կարող ենք մինչև անգամ մեռնել։ Հայոց երկիրը շատ բան չի կորցնիլ, եթե մահ հասնե մեզ», ասաց Սեփուհը անկեղծորեն։ «Բայց հայոց թագավորը կկորցնե», արեց իսկույն արքան։ Հասավ երեկոն։ Թագավորի դիտավորությունը հայտնի էր միայն մարզպետունի իշխանին և Վահրամ-Սեփուհին։ Արքայի տված հրահանգի համաձայն նրանք կանչեցին իրենց մոտ թագավորի թիկնապահներից երկու երիտասարդների, որոնց հավատարմության և քաջության վրա վստահություն ուներ ինքը թագավորը, և հրամայեցին նրանց պատրաստ լինել թագավորին հետևելու։ Երբ մութը կոխեց և գիշերվա մի քանի ժամերն անցան, թագավորը ելավ յուր վրանից ոտից գլուխ պողպատով զրահավորված։ Երկու քաջամարտիկ թիկնապահները, որոնք նույնպես զրահավորված էին երկաթով, մոտեցրին արքային յուր ամեհի նժույգը։ Թագավորը 20-ամյա երիտասարդի թեթևությամբ թռավ ձիու վրա։ Թիկնապահները նույնպես աշտանակեցին իրենց նժույգները։ «Պետք է անցնենք ինչպես փոթորիկ. ոչ մարդ և ոչ դև չպիտի մեզ դիմադրե։ Գնդերը պիտի ճեղքենք, վաշտերը կոխոտենք, կանգնածը գլորենք, մի քառորդ ժամից ետ կուրի հովտում պիտի լինենք։ Հոն ուրեմն առաջ քաջերս», հրամայեց թագավորը սուրը հանելով։ Թիկնապահները սրարշավ հետևեցին նրան։ Մի քանի վայրկյանից ետ երեք հեծյալները անհայտացան խավարի մեջ։ Արքայի բախտից երկինքն ամպամած էր, և լուսինը անհայտացած։ Հեռվից ոչ ոք չէր կարող նշմարել նրանց։ Ձորակի մեջ միայն ձիաների քայլատրոփը զարթեցրեց պահանորդ եկեղեցիներին, որոնք խմբովին հեծյալների առաջը բռնեցին։ Բայց թագավորի նժույգը և ահարկու սրի հարվածները ճեղքեցին խումբը, իսկ թիկնապահների գոռոցը և նիզակների թափը ցրեցին դիմադրողներին։
Հանդիպող շարքերից անցան նրանք ինչպես հողմ և մտան կրճի բերանը։ Եկեղեցիք նոր իմանալով, որ իրենց գունդը ճեղքողը ինքը թագավորն էր, սկսան վայրենի աղաղակով նրա ետևից ընկնել։ Թագավորը և յուր թիկտապահները նույնպես սկսեցին գոռալ, երբ հասան ապստամբների գնդերին։ Վերջիններս, հանկարծակիի գալով այս բազմատեսակ աղաղակներից, կարծեցին, թե եկեղեցիք են հարձակվում իրենց վրա։ Ուստի շփոթված և իրար կողկրտելով, սկսան դեպի բանակը փախչել։ Թագավորը օգուտ քաղեց այդ խառնակությունից։ Թիկտապահների հետ միասին աջ ու ձախ հարվածելով և հորձանքի նման հանդիպակացները խորտակելով, կտրեց անցավ նա կրճի բոլոր երկարությունը, ճեղքեց վերջին պահնորդ խումբը և դուրս գալով ընդարձակ դաշտը, նույնիսկ Ամրամի բանակի առջևից, սլացավ ինչպես կայծակ և անհայտացավ հովտի մթության մեջ։ Հազիվ մի ժամից ետ հայտնի եղավ ապստամբներին թագավորի փախուստը։ Սևորդյաց և եկեղեցոց իշխանները մնացին ամոթահար, իսկ Ցլիկ Ամրամը և ափխազած բեր իշխանը զայրույթից գրեթե կատաղեցին։ Հետևյալ առավոտ ապստամբների զորքը խուժեց դեպի Ավերակ եկեղեցիներից խլեցին նրանց բոլոր զենքերը և միայն ձիաներն իրենց տալով արձակեցին, իսկ սակավաթիվ հայ հեծյալներին ձեռնամուխ չեղան, որովհետև Գևորգ մարզպետունին և Վահրամ Սեփուհը Ամրամին խնդրեցին թշնամաբար չվարվել յուր եղբայրակիցների հետ։ Ամրամը, թեպետ թագավորի դեմ զայրացած, այսուամենայնիվ հարգեց նրա իշխանների խնդիրը և նրանցից բաժանվեց առանց կշտության։ Երկրորդ մաս Այրիվանքում այս հրաշակերտ վկայականը, որ ամփոփում էր յուր մեջ հայ ազգի կռապաշտական և քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները, և որ երկար ժամանակ հարգվել էր այդ ժողովրդից, թե իբր դիցական պաշտպանած վեհավայր, և թե ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան, գտնվում էր Ժայռապատ Գեղարդասարի լանջին, Գառնու ամրոցի հյուսիս֊արևելյան կողմը։ Նրա առջևից հոսում էր Ազատ գետի երկրորդ վտակը, որ հսկայակերպ դարևանդներից իջնելով շառաչում էր քաղցրակարկաչ և յուրախորժալուր աղմուկով ահավոր ձորը և շրջականները լցնում։ Նախաջրհեղեղյան սասանությունները, երկրի ծոցից հրահոսան հեղեղներ ժայթքելով, կազմակերպել էին այստեղ խոշոր, քարակարկառ բլուրներ, ահավոր ամբարտակներ, միապաղաղ ժայռերի անհեթեթ զանգվածներ, բասալտյան սյունաձև բուրգեր, որոնք միմյանց հաջորդելով կամ էլ իրար վրա ամբառնալով շրջապատում էին այրիվանքը և անհարազատ այցելուների համար դարձնում նրան անմատչելի։ Բնությունը կարծես յուր զորավոր ձեռքով տիտանական լեռների ավերակները իմի ժողովելով միացրել էր այստեղ սքանչելին և ահավորը, տկար մահկանացուին յուր անհաղթ զորությունը ցույց տալու համար։ Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր և մատուռներ։ Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար։ Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը՝ Լուսավորիչը, անշուշտ խափանելով հեթանոսական պաշտամունքները։ Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք այրիվանքը դարձրին խաղաղության և ճգնության օթևան։ Այստեղ հանգիստ որոնեց հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո։ Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդին, մեծն Սահակ, յուր 60 խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար։ Մեր նկարագրած ժամանակում նույնպես գտնվում էր այստեղ հոգևոր հայրերի հարուստ միաբանություն, որ բարեկարգել և ծաղկեցրել էր այրիվանքը։ Այդտեղ էր այդ ժամանակ և հայոց հայրապետը՝ Հովհաննես կաթողիկոսը։
որ արաբացոց ոստիկանի հետապնդությունից վախենալով թողել էր Դվնո կաթողիկոսարանը և յուր հավատարիմ պաշտոնյաներով և հայրապետական գանձերով ապաստանել այրիվանքի ամրություններին։ 2 օր էր, ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսր ոստիկանը, որ Յուսուփից հետո տեղակալ էր կարգված և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, արդեն հասել է Նախիջևան և հառաչանում է դեպի Դվին։ Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները, երկրի անտերունջ դրությունը, և ահա նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից։ Կաթողիկոս դիմացավ, որ Նսրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրեն, կաթողիկոսին, և հափշտակել հայրապետական գանձերը, և ապա թե հանցանքներ բարդելով նրա վրա գրավել կաթողիկոսարանը։ Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր այրիվանքի ներքին այրերում, այն է անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիները և ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվեցավ յուր հավատարիմներով դեպի վերին վանքը, ուր անասուններն էին պահում։ Այդտեղ անբնակ և խավար չտին այրերի մեջ թաքնվելով, կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարստությունները, որոնք մեծ մասամբ սրբության ժողովածուներ և նախկին գահակալներից ժառանգած թանկագին իրեր էին։ Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում և ուր մուրացիկ խուժանն էր ապրում։ Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձականները խորհուրդ տվին իրեն հեռանալ այրիվանքից, ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր Թագուհին։ Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին, բայց յուր դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, նրան հակառակեց, ասելով. «Ժողովուրդը արդեն բամբասում է քեզ, վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել այրիվանքի ամրություններին։ Այժմ էլ եթե գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը։ Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում, ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի, ֊ հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։ Վեհափառ տեր, այստեղ դու մնալու համար պատրվակ ունիս, այդ այն է, որ դու հովանավորում ես այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին, իսկ Գառնիում ապրում են Թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունին քո հովանավորության։ Կաթողիկոսը գլուխը կախեց և սկսավ մտածել։ Եպիսկոպոսի առարկությունը արդարև բանավոր էր։ Կաթողիկոսը պարտավոր էր յուր ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց, բայց մոտալուտ վտանգի երկյուղը ճնշում էր նրա սիրտը։ Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի։ Նա թեպետ սրտագին սիրում էր յուր հոտը և միշտ աշխատում էր նրա բարվույն համար, բայց դրա հետ միասին սիրում էր յուր անձը և հետևապես վտանգի չէր ենթարկում նրան, եթե հոտի շահը դա պահանջում էր։ Նա հայրենիքի հարազատ որդին և նրա երջանկության անկեղծ բարեկամն էր, բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք էր լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանում էր և վերջիվերջո այդ բարեկամության կորուստը խնայում։ Նա ազգի օգտին գործում էր բարիքներ երբեմն միայն փառք վաստակելու համար, իսկ շատ անգամ էլ, որպեսզի յուր փառքը չաղարտե, և նա արգելք չէր դնում հասնող չարիքներին։ Նա չուներ ոչ զորեղ կամք, ոչ հաստատ բնավորություն, և այդ պատճառով էլ նրա վրա հավասար ազդեցություն ունեին թե մեծը և թե փոքրը,
թե տկարը և թե զորավորը, թե խարդախ բանսարկուն և թե իմաստուն խորհրդականը։ Զորավոր մարդու կամ դեպքի յուր վրա առած ազդեցությունը ջնջում էր միշտ զորավորագույնը, իսկ շատ անգամ էլ պատահում էր հակառակը, նայելով թե որն է վերջին անգամ յուր ուժը փորձել նրա վրա։ Յուր դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ։ Նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու։ Եվ այդ պատճառով, չնայելով որ արհավիրների մասին հասնող լուրերը անհանգստացնում էին իրեն, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ։ Բայց ահա հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ անունով սարկավագը, որ հաղորդեց վեհափառին տխուր և սպառնական նորություններ։ Նսրը արդեն եկել է դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում։ Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին, թվով 40 հոգի, ֊ ասաց սարկավագը։ Կաթողիկոսը երկյուղից այլագունեց։ Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին։ Ինչպես կարող էր Նսրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք Ամիրապետի սիրելիներն էին։ Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու։ Ո՞ւր և ինչպես կալանավորեց նա Սյունյաց իշխաններին, ֊ հարցրեց կաթողիկոսը սարկավագին։ Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ, ֊ ասաց սարկավագը, Բաբգեն իշխանը ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել յուր եղբոր Սահակի դեմ, իբր թե վերջինս զրկել է իրեն ժառանգությունից և Նսրին խնդրում էր օգնել վերադարձնել իրեն հայրենի ժառանգությունը։ Ոստիկանը ուրախությամբ ընդունում է Բաբգենի խնդիրը և հրավեր է ուղարկում Սահակ իշխանին գալ իրեն այցելության։ Վերջինս, կասկած չունենալով Նսրից, ընծաներով գալիս է նրա մոտ։ Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր և ապա առաջարկում նրանց յուր հետ միասին գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնեն նրանց ժառանգության գործը։ Իշխանները համաձայնում են, բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում են Դվին, այդտեղ ոստիկանը, փոխանակ ժառանգության գործը վերջացնելու, երկուսին էլ կալանավորում և բանտարկում է։ Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ Սահակ սրբազան, ֊ դարձավ կաթողիկոսը դեպի դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները։ Այդպես է, վեհափառ տեր, ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր։ Հարկավ, չէ որ ազատ իշխանը կարող է զորք ժողովել, պատերազմել, բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից։ Սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար, նույնիսկ թագավորի և ինձ համար։ Իսկ քեզ համար, վեհափառ տեր, ֊ կցեց սարկավագը։ Ինձ համար ինչ, ֊ շտապով ընդհատեց կաթողիկոսը։ Քեզ համար էլ է ոստիկանը որոգայթներ լարում։ Այսինքն, կամենում է կալանավորել։ Ինձ։ Այո, վեհափառ տեր։ Իսկ ինչպես իմացար դա, ֊ հարցրեց կաթողիկոսը երկյուղագին։ Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուհին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ։ Իմ ետևից, այնպես չէ։ Այո, վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար։ Ինչ ունի ինձ հետ ոստիկանը Սահակ սրբազան, ֊ կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։ Աստծուն է միայն հայտնի, տեր, ֊ պատասխանեց սրբազանը։ Վերակացուհին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա, ֊ հարեց սարկավագը։ Ուրեմն նա գիտե, թե ես որտեղ եմ գտնվում։ Այո, վեհափառ։
Կաթողիկոսի գույնը թռավ։ Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից, ասաց հայրապետը, դիմելով եպիսկոպոսին։ Վերջինս լուռ էր։ Դու այդպես չես կարծում, սրբազան եղբայր, հարցրեց կաթողիկոսը։ Նա զորք կուղարկե եւ այն ժամանակ, երբ հեռացած կլինիս, Տեր։ Բայց ախր այդ ժամանակ նա չի կարող ինձ կալանավորել։ Կկալանավորե եւ կկոտորե այրիվանից միաբանությունը, ծանրությամբ հարեց սրբազանը։ Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը եւ լռեց։ Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չի կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր, խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո։ Այո, վեհափառ Տեր, ասացի։ Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե։ Անշուշտ։ Եվ եթե ես այստեղ մնամ, դա միևնույն է, թե մատնեմ ինձ Նսրի դահիճներին։ Եպիսկոպոսը չպատասխանեց։ Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք։ Վեհափառը այլևս երկար խորհուրդների չսպասեց։ Նա որոշեց հեռանալ Գառնի։ Ուստի հրամայեց Գևորգ Սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը, բերդականին և թագուհուն յուր գալուստը հայտնելու։ Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը նվիրակի վերադառնալուց հետո զորք կուղարկի անշուշտ իրեն կալանավորելու համար։ Գևորգ Սարկավագը փութաց վեհափառի հրամանը կատարելու։ Այդ լուրը հուզեց այրիվանքի միաբանությանը։ Շատերը սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է։ Դա նշան էր, թե նա հույս չունի այլևս հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղը ամեն կողմից նրան պաշարել էր։ Կաթողիկոսի ձեռնարկությունը քաջալերում էին միայն նրա մերձավորները, որոնք հոգում էին նաև իրենց ապահովության համար։ Նրանք գիտեին, որ հագարացիկ այրիվանքը գալով ամեն ինչ պիտի ավերեն և գուցե սրի անցնեն միաբանությունը, և ահա այդ պատճառով աշխատում էին հեռացնել այդտեղից կաթողիկոսին, որպեսզի իրենք էլ նրա հետ հեռանային։ Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ ներքին վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար։ Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը, թեկուզ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ։ Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ։ Ըստ սովորության, սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր Սուրբ Գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ։ Նա ընթեռնում էր առաքելոց գործերը։ Երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետևյալը. Ես եմ հովիվը քաջ, հովիվ քաջ ձանձն յուր դնե ի վերա ոչխարած, իսկ վարձկան, որ ոչ հովիվ, որո ոչ յուր են ոչխարքն, իբրև տեսանե զգայլն զիգա, թողու զոչխարսը և փախչի, և գայլն հափշտակե զնոսա և ցրվե, քանզի վարձկան է, և չէ փույթ նմա վասն ոչխարացն։ Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը գենջակը ձգելով այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց. Օն և օն, թե վարձկան լինիմ ես, ով այրիվան ցարք, գայլից փախչում էի, այո, բայց ոչ թե ձեզ նրա ձեռքը մատնելու, այլ ինձ հանձնված սրբություններն ազատելու համար, որովհետև այդ զգուշությունը
Վարսկանի անուն պիտի վաստակե ինձ համար։ Ապա ուրեմն այս վայրկյանից իսկ թողնում եմ ես այդ սրբությունները բախտի կամքին և հանձնում եմ այն ձեր երաշխավորության։ Ես այլևս չեմ հեռանում այս ուխտից։ Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած։ Հայրապետի խոսքերը ավելի ևս շփոթեցին նրան, և խեղճը վազելով ծունկ չոքեց վեհափառի առաջ։ Աստվածարյալ Տեր, բացականչեց նա, այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան։ Հրաման տուր այս վայրկյանին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ։ Չէ, սիրեցյալ եղբայր, պատասխանեց կաթողիկոսը, այդ վարդապետը անպարկեշտ ոչինչ չասաց։ Նա կրկնեց ավետարանի ճշմարիտ խոսքերը։ Նա ինձ հիշեցրեց իմ պարտքը, հնչեցնելով իմ ականջին անմահ և քաջ հովվի պատվերը։ Իսրայելի հանցավոր առաջնորդներին Աստված կոչում էր դեպի ուղղության ճանապարհը մարգարեների բերանով։ Գուցե նա կամեցավ մարգարե հարուցանել և մեր մեջ։ Չդատապարտենք այն մարդուն, որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ։ Մովսես վարդապետը կանգնած էր այդ վայրկյանին ամբիոնի առաջ, լուռ և անշարժ։ Նրա դեմքը խաղաղ էր, հայացքը հանգիստ։ Բոլոր միաբանությունը, որ ոտքի վրա էր այդ միջոցին, նայում էր նրան ասես թե մի աչք դարձած։ Բայց երիտասարդ հայրը բնավ չէր խռովում այդ հայացքներից։ Նա գիտեր, թե ինչու համար կարդաց Հովհաննու ավետարանը և համոզված էր, որ դրանով յուր պարտքը կատարեց։ Իսկ թե այնուհետև վարձք, թե պատիժ կչափեին իրեն, բնավ հոգը չէր։ Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերով անգամ չհանգստացավ, որովհետև վախենում էր, թե գուցե վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը։ Նա հարցրեց վարդապետին բարձրաձայն. Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ կարդալ այդ ավետարանը։ Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր մեջ, և որ կառավարում է մեր սիրտը և հոգին, պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով։ Անշուշտ, նա է պատվիրողը, հարեց դռան եպիսկոպոսը։ Եթե ճշմարիտ է, որ ծառի տերևը չի շարժվում առանց նրա կամքին, ապա այս սրբազան ակմբի մեջ խոսողը նույնպես ներշնչված է նրա զորությամբ։ Աստված կամենում է, որ վեհափառ հայրը ապրե յուր ուխտի հետ և մասնակցե նրա ուրախության և վշտերին։ Ո՞վ կարող է հակառակել նրա կամքին։